Բարև ձեզ հետ Էման է։ Հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Երեխաները որոշեցին 75-ամյա մորը տանել ծերանոց, նրա բնակարանը վաճառելու համար։ Բայց երբ վարորդը, որին վարձել էին տեղափոխելու համար, նայեց ուղևորին, սարսափեց։ Մի մոռացեք բաժանորդագրվել, դնել լայք և կիսվել ձեր կարծիքով մեկնաբանություններում։ Հաճելի լսումներ։ Հոբելյար առանց հոբիլյարի, ինչպես սրտի տարեդարձ առանց սրտի, մտածեց Անուշը, նայելով իր հին հայելուն, մթագնաց։ Այսօր նա դարձավ 75 տարեկան։ Ամբողջ կյանքը տեղավորվել էր աչքերի մորթիների մեջ և մոխրագույն մազերի մեջ, որոնք նա ուշադիր ամրացրել էր ականջների հետևում։ Փոքրահասակ, նիհար, ուղիղ կեցվածքով, նախկին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու սովորություն։ Հեռախոսը լռում էր առավոտից ի վեր, ոչ զանգ, ոչ հաղորդագրություն։ Էկրանի տարրերը կարծես ծաղրում էին, մարտի 15, ուրբաթ 10:47։ Նրա 3 երեխաներից ոչ մեկը չէր շնորհավորել։ Ինչ Անուշ, շնորհավորիր գոնե դու ինքդ քեզ, ասաց նա բարձրաձայն, և սեփական ձայնը թվաց օտար։ Դատարկ բնակարանում Անուշը հագավ հին խալաթը, դեռ ամուր, բայց գունաթափված անթիվ լվացումներից, և գնաց խոհանոց։ Թեյը նա եփում էր հատուկ ծիսակարգով, հանում էր թիթեղյա տուփը խորհրդային ժամանակներից գնված թեյով, տաքացնում էր ճենապակյա թեյնիկը եռացրած ջրով, լցնում էր թեյի տերևները լեռնաշղթայով, որպեսզի կյանքը լի լինի, ինչպես ասում էր հանգուցյալ ամուսինը։ Գևորգի մասին մտածելիս սիրտը սեղմվում էր, 2 տարի է անցել։ Բայց մինչ օրս ամեն առավոտ նա սովորությունից 2 բաժակ թեյ է լցնում։ Խոհանոցի պատից նրան նայում էր երիտասարդ Գևորգը, սև-սպիտակ լուսանկար, 1978 թվականի։ Դժվար պատանիների ինտերնատ, որտեղ նա աշխատում էր ֆիզիկայի ուսուցիչ։ Նիհար, լուրջ, ծանր ակնոցներով, շրջապատված կոպիտ հայացքով տղաներով։ Լուսանկարի անկյունում երևում էր նրա սեփական զգեստի եզրը։ Նա այնտեղ հայոց լեզու և գրականություն էր դասավանդում։ Տեսնես, Գևորգ, քո երեխաները ինչի են հասել, հարաչեց Անուշը, բարձրացնելով բաժակը։ Բոլորովին մոռացել են մորը։ Հեռախոսը հանկարծ կենդանացավ, հնչեց Երևանի երեկոներ մեղեդին, և Անուշի սիրտը դողաց։ Էկրանին երևաց Գայանեն։ Անուշիկ, ծնունդդ շնորհավոր սիրելիս, հնչեց խողովակից ընկերուհու էներգիայով լի ձայնը։ Ինչպե՞ս ես։ Ես արդեն քո մուտքի մոտ եմ կանգնած։ Հիմա կբարձրանամ, միայն ձեռքերս կազատեմ։ Գայանե, ինչու չզգուշացրիր, խառնվեց Անուշը, նայելով բնակարանին։ Ինձ մոտ ամեն ինչ խառն է։ Անուշ, դադարեցրու, ես քեզ եմ եկել, ոչ թե քո հատակներիդ։ Բացիր, արի։ 1 րոպե հետո դրանը կանգնած էր Գայանեն, փոքրահասակ, էներգիայով լի կին, կարճ սանրվածքով և վառկարմիր շրթներկով։ Չնայած իր 70-ին նա 60 տարեկան էր թվում, շնորհիվ գեների և բազմամյա սովորության, ուղեղի և մարմնի նյարդաբանական վարժությունների։ Ծնունդդ շնորհավոր ընկերուհի։ Գայանեն ամուր կրկեց Անուշին և տվեց սպիտակ քրիզանթեմների ծաղկեփունջ և կոնֆետների տուփ։ Ինչու ես տխուր, երեխաները դեռ չեն շնորհավորել։ Անուշը գլուխը թափ տվեց և ընկերուհուն տարավ խոհանաց։ Այո, ես էլ հատկապես չեմ սպասում։ Լուսինեն իր գիմնազիայում է, Վահեն իր ֆիրմայում, իսկ Արմենը նա էլ ունի իր խնդիրները։ Ինչ խնդիրներ կարող են լինել 40-ամյա ատորտուսի մոտ, որ ավելի կարևոր լինեն մոր յուբիլեից, շշաց Գայանեն, տեղավորվելով սեղանի շուրջ և հանելով ֆոլկայով փաթաթված ափսեն։ Ես խնձորով կարկանդակ եմ բերել, ինչպես սիրում ես։ Շնորհակալ եմ, Գայանե։ Անուշը կտրեց կարկանդակը, փորձելով չցուցադրել, թե որքան է հուզվել ընկերուհու ուշադրությունից։ Թեյը թարմ եմ եփել։ Անուշ, Գայանեն ձեռքը դրեց ընկերուհու ձեռքին։ Գիտեմ, որ չես սիրում խոսել այդ մասին, բայց Գևորգի մահից հետո երեխաները բոլորովին հեռացան քեզանից, հատկապես այդ խաբեբա Արմենը, ով միայն փող է քաշում քեզանից։ Անցյալ շաբաթ էլ եկավ, հառաչեց Անուշը։ 50,000 վերցրեց, մինչև աշխատավարձը։ Ասում է նախագիծը ձախողվում է, եթե չներդնի։ Իսկ աշխատավարձը երբ է լինում նրա մոտ, ծաղրեց Գայանեն, 40 տարում չես նկատել։ Անուշ, դու ինքդ դեղերի համար չունես, բայց վերջինը տալիս ես այդ ստեղծագործ մարդուն։
Անուշի աչքերում թարթեց վիշտ խառնված զայրույթի հետ։ Գայանե, մի սկսիր։ Նա իմ որդին է, եւ օգտագործում է դա անխիղճորեն, չհանձնվեց Գայանեն։ Լուսինեն երբ է վերջապես զանգել։ 1 ամիս առաջ, 2։ Իսկ նրա մոտ քո թորները մեծանում են, Անին արդեն աղջիկ է, 16 տարեկան, իսկ դու երբ ես տեսել նրան վերջին անգամ։ Անուշը լռեց, պտտելով բաժակը ձեռքում։ Թորնուհի Անին հատկապես թանկ էր նրա սրտին, կարդացած, լուրջ, այնքան նման իրեն երիտասարդ տարիներին, բայց Գևորգի մահից հետո Լուսինեն ավելի հազվադեպ էր բերում երեխաներին, հետո ընդհանրապես դադարեցրեց։ Դա իրենց կյանքն է, Գայանե։ Լուսինեն գիմնազիայի տնօրեն է, պատասխանատվություն ունի, հեղինակություն, ընդօրինակեց Գայանեն։ Գիտեմ ես այդ հեղինակությունը։ Միշտ վախենում է, որ մեկը կիմանա, թե ինչ ընտանիքից է։ Ամաչում է, որ ծնողները ամբողջ կյանքը պարզ ուսուցիչներ են եղել։ Սուտ է, բորբոքվեց Անուշը։ Լուսինեն պարզապես շատ զբաղված է։ Գայանեն միայն գլուխը թափ տվեց, բայց չվիճեց։ Լավ, չենք խոսի թխրությունների մասին։ Ես ահա թե ինչ եմ մտածում։ Երեկոյան գնանք ինձ մոտ։ Ես մեդինստիտուտի մի քանի աղջիկների եմ հրավիրել։ Նստենք, խմենք մի բաժակ լավ կոնյակ, հիշենք երիտասարդությունը։ Անուշը վարանեց։ Շնորհակալ եմ, Գայանե, բայց ես ավելի լավ տանը կմնամ։ Հանկարծ երեխաները զանգեն կամ գան։ Գայանեի աչքերում թարթեց ինչ-որ բան, նման կարեկցանքի, բայց նա արագ հավաքվեց։ Ինչպես ուզես, առաջարկը մնում է ուժի մեջ։ Եթե փոխես կարծիքդ, զանգիր, ես կգամ։ Ընկերուհու հեռանալուց հետո բնակարանն էլ ավելի դատարկ եւ լուր թվաց։ Անուշը վերին դարագից հանեց հին տուփը, թրջնի կաթ կոնֆետներից, որտեղ պահում էր երեխաների բացիկներն ու նամակները։ Ահա անհարթ մանկական ձեռագրով։ Մամա ջան, շնորհավորում եմ մարտի 8-ը։ Դու աշխարհի ամենալավ մաման ես։ Լուսինեն, 2-րդ դասարան։ Ահա բացիկը տիեզերագնացով։ Սիրելի մամա եւ պապա, շնորհավորում եմ ամուսնության տարեդարձը։ Վահե, 5-րդ դասարան։ Ահա եւ Արմենի գրառումը։ Մամ, գնացի ռեպետիցիա, ուշ կլինեմ։ Բորշը շատ համեղ էր, համբուրում եմ, քո Արմենիկը։ Նա այն ժամանակ 17 տարեկան էր, հենց նոր էր հավաքել իր առաջին ռոք խումբը։ Ուր գնաց այդ ամենը։ Երբ ջերմությունը փոխվեց սառը քաղաքավարության, հետո բացահայտ անտարբերության։ Անուշը կողք դրեց տուփը եւ մոտեցավ պատուհանին։ 5-րդ հարկ, բակ լցված մեքենաներով, մանկական հրապարակ, որտեղ հիմա ոչ ոք չկար, չափազանց ցուրտ է զբոսանքի համար։ Կոն թաղամասի փողոցից, որտեղ նա ապրել է ամբողջ գիտակցական կյանքը, բացվում էր տեսարան դեպի նորակառույցները, որոնք արագ սեղմում էին հին թաղամասը բետոնե օղակի մեջ։ Օրը ձգվում էր տանջալի դանդաղ։ Անուշը մաքրեց բնակարանը, վերակարդաց սիրելի բանաստեղծությունները, միացրեց հեռուստացույցը, բայց չկարողացավ կենտրոնանալ։ Հեռախոսը համառորեն լռում էր։ Ժամը 18:00-ին նա հաշտվեց, որ երեխաներից ոչ ոք չի հիշի իր ծննդյան օրը։ Թարմ թեյ եփեց, կտրեց Գայանեի կարկանդակից մի կտոր եւ արդեն պատրաստվում էր հարմարավետ տեղավորվել հեռուստացույցի առջև, երբ դռանը զանգեցին։ Դռանը կանգնած էր Արմենը, խռպոտ, 2 օրվա մորուքով, բայց անսովոր ուրախ։ Մի ձեռքում շամպայնի շիշ, մյուսում տորթի տուփ։ Մամ ջան, ծնունդդ շնորհավոր։ Նա առաջ քայլեց եւ ամուր գրկեց Անուշին, շոյելով թանկ օծանելիքի հոտով, խառնված թեթև ալկոհոլի բույրով։ Արմենիկ, անկեղծ ուրախացավ Անուշը։ Արի արագ, ես հենց նոր թեյ եմ եթել։ Թեյը գնա դժոխք, մամ, քո ծնունդն է։ Արմենը մտավ խոհանոց, տանտիրոջ պես բացելով պահարանները, փնտրելով բաժակներ։ Ուր են։ Գտա։ Ինչ-որ բան նրա վարքում զգուշացնում էր Անուշին, չափազանց բարձր ձայն, չափազանց լայն ժեստեր, աչքերը, որոնք չէին կանգնում նրա դեմքին։ Արմեն, քույրդ եւ եղբայրդ չեն գան, հարցրեց նա, օգնելով որդուն շամպայն լցնել։ Նրանք բոլորը զբաղված են, մամ։ Նա կտրեց, բայց արագ հավաքվեց։ Լուսինեն իր գիմնազիայում է մինչև ուշ, այնտեղ ֆինանսավորման հետ ինչ-որ սկանդալ է։ Վահեն կարևոր հանդիպման է շվեյցարացի հաճախորդի հետ, բայց նրանք շնորհավորանքներ են փոխանցում, եւ մենք որոշեցինք քեզ համար ընդհանուր նվեր անել։ Արմենը ներքին գրպանից հանեց փայլուն բուքլետ եւ մեկնեց մորը։ Սոչեպուր, կարդաց Անուշը։ Սանատորիում, պանսիոնատ,
Չափազանցված էնտուզիազմով բացականչեց Արմենը։ Էլիտար, բժշկական սպասարկմամբ 5 անգամյա սնունդով, ընթացակարգերով Սոչու անտառում, լճի ափին։ Մենք քեզ համար տոմս գնեցինք 1 ամսով, վաղը առավոտյան մեքենան կլինի, ամեն ինչ վճարված է, հանգստացիր, բուժվիր։ Անուշը դանդաղորեն շրջում էր Բուգլետը, ինչ-որ բան որդու ինտոնացիաներում անհանգստացնում էր նրան։ 40 տարվա մայրության ընթացքում նա սովորել էր անսխալ որոշել, երբ Արմենը չի ասում ամեն ինչ կամ ստում է։ Ինչ անսպասելի, ձգեց նա, իսկ ով է ձեզանից գալիս ինձ հետ։ Արմենը նյարդային շարժեց ուսը։ Ոչ ոք, մամ, բոլորն աշխատանք ունեն գործեր, բայց վարորդը հուսալի է, անձնակազմը հիանալի, քեզ դուր կգա։ Իսկ որքան արժե այդ պանսիոնատը։ Անուշը ուշադիր նայեց Բուկլետի վերջին էջի մանուր տարերին, բայց առանց ակնոցների չկարողացավ տարբերել թվերը։ Դա կարևոր չէ, մամ։ Արմենը շտաբով վերցրեց Բուկլետը նրա ձեռքից։ Մենք քո երեխաներն ենք, իրավունք ունենք նվեր անել։ Անուշը ուշադիր նայեց որդուն։ Վերջին տարիներին Արմենը գալիս էր միայն, երբ փող էր պետք։ 1 օր առաջ նա վերցրել էր վերջին 50,000-ը նրա կենսաթոշակից եւ հանկարծ թանկարժեք պանսիոնատ 1 ամսով։ Որտեղից է գումար վերցրել, ворցյակ, ուղիղ հարցրեց նա։ Մամ, կեղծ այրացած ասաց Արմենը, մենք ինչ միանգամայն աղքատ ենք, 3-ով հավաքեցինք, վարկ վերցրինք, կարևոր չէ, գլխավորն այն է, որ դու հանգստանաս, առողջությունդ կարգի բերես։ Ինչ որ բան այստեղ չի ստացվում, մտածեց Անուշը, բայց որոշեց չցուցադրել կասկածները։ Եթե երեխաները մտադիր են ինչ որ վատ բան, ավելի լավ է պարզել։ Լավ Արմենիկ, նա քնքուշ շպտաց։ Ես կգնամ։ Միայն տուր ինձ այդ վայրի հասցեն։ Ես Գայամեին կթողնեմ, որ կարողանա այցելել ինձ։ Ես ինքս կզանգեմ Գայանեին, չափազանց շտապով պատասխանեց Արմենը։ Հասցեն բարդ է, այնտեղ ամառանոցային ավան է։ Դու մինչև հավաքվիր, վաղը առավոտյան ժամը 7-ին։ Երբ Արմենը գնաց իր հետ տանելով չխմած շամպայնի շիշը, կխմեմ քո առողջության համար, մամ։ Անուշը երկար նստեց պատուհանի մոտ, նայելով խտացող մթնշաղին։ Գրասեղանի դարակում տետրերի կույտի տակ պառկած էր հին թերթի հատվածը, որը նա պահում էր շատ տարիներ։ Ուսուցչուհին փրկել է վիրավոր զինվորական բժշկին, գրված էր վերնագրում։ Դեղնած լուսանկարում երիտասարդ Անուշը նստած էր հիվանդանոցային մահճակալի մոտ։ Տղամարդու դեմքը չէր երևում, միայն գլխի վիրակապվածը եւ ձեռքը, որ սեղմում էր նրա մատները։ Զինվորական բժիշկը ծանր վիրավորվել է հիվանդանոցի ռմբակոծության ժամանակ, գրված էր մակագրության տակ։ 4 օր ուսուցչուհի կամավոր Անուշը չէր հեռանում նրա մահճակալից, կարդում էր բանաստեղծություններ եւ պահում վիրավորին գիտակցության մեջ, մինչեւ բժշկական էվակուացիան ժամանեց։ Անուշը զգուշորեն ծալեց հատվածը եւ վերադարձրեց տեղը։ Տարօրինակ է, որ հենց այսօր հիշեց այդ դեպքը, գուցե այն պատճառով, որ 75 տարեկանում նորից իրեն անպաշտպան էր զգում, ինչպես այն վիրավոր զինվորը։ Որքան հեշտ է կոտրել այն, ինչ կառուցվել է տարիներով, մտածեց նա փակելով դարակը։ Հավատը, սերը, ընտանիքը, եւ որքան դժվար է հետո վերականգնել։ Միջանցքում հին ժամացույցը հանգիստ տկտկում էր, հաշվելով նրա 75-ամյակի վերջին րոպեները։ Հեռախոսը դեռ չէր զանգել։ Եթե խոստացել եմ, պետք է գնալ, շշնջեց Անուշը, ամրացնելով Բորդոյի վերարկուի կոճակները։ Ժամացույցը ցույց էր տալիս առավոտյան 6:45, պատուհանից դուրս հազիվ էր լուսաբացվում։ Մարտյան արևը ամաչկոտ անցնում էր ծանր ամպերի միջով, վարդագույն ներկելով բազմահարկերի գագաթները։ Անուշը վերջին անգամ հայացքով շրջանցեց բնակարանը։ Սերվանտը արարողակարգային սպասքով, որը հանում էին միայն մեծ տոներին։ Գրքերի դարակները, որտեղ Թումանյանը կողք կողքի էր Չեխովի հետ։ Պատերին հին սև սպիտակ լուսանկարներ։ Ահա Գևորգը առաջին շրջանավարտների հետ։ Ահա ինքը, երիտասարդ, ամուր հյուսով, գլխին փաթաթված, ընդունում է ծաղիկներ աշակերտներից։ Զգացումը տարօրինակ էր, կարծես հրաժեշտ է տալիս տանը ընդմիշտ։ Հիմարություններ, առաջ քաշեց ինքն իրեն Անուշը։ 1 ամիս հետո կվերադառնամ։ Պետք է ուրախանալ, երեխաները հոգացել են։ Եվ այնուամենայնիվ նա պայուսակի մեջ դրեց վերջին 40 տարիների օրագիրը եւ հին թերթի հատվածը։ Դռանը զանգեցին, հարթակում կանգնած էր բարձրահասակ տղամարդ, խիստ մուգ կոստյումով, գարնանը չհամապատասխանող տաք հագուստով, զինվորական կեցվածքով։ Անուշ, նրա ձայնը ցածր էր խրպոտ։ Ես ձեզ համար եմ եկել, թույլ տվեք ձեր պայուսակը։ Վարորդը վերցրեց փոքրիկ ճամփրուկը եւ առաջ անցկացրեց Անուշին։ Նա հասցրեց նկատել սպի, որ անցնում էր ձախ այտի վրայով,
Հարթ կարծես վիրաբուժական միջամտությունից։ Մուտքի մոտ սպասում էր սև Մերսեդեսը, ներկայացուցչական դասի։ Անուշը ակամական գարավ։ Նման շքեղություն նա տեսել էր միայն հեռուստացույցով։ Խնդրեմ, վարորդը գալանտորեն բացեց հետևի դուռը։ Նստատեղերը փափուկ կաշվով էին ծածկված, հոտ էր գալիս թանկոց անելիքի և սուրճի։ Ճոճվող սեղանի վրա կանգնած էր թերմոս և թարմ փափուկ հացեր թափանցիկ տոպրակում։ Իսկ որտեղ էին որդին։ Նա 1 րոպե հետո կգա, գլխով ցույց տվեց վարորդը։ Խնդրել էր փոխանցել, որ ուշանում է, և իսկապես շուտով հայտնվեց շնչահեղձ Արմենը։ Նա արագ մոտեցավ վարորդին, նյարդային շրջելով շուրջը։ Ամեն ինչ պատրաստ է, հարցրեց նա կիսաձայն, բայց Անուշը լսեց բացված պատուհանի միջով։ Այո, պայուսակը բեռնված է, փաստաթղթերը ինձ մոտ են, զեկուցեց վարորդը։ Հիանալի։ Արմենը ներքին գրպանից հանեց ծրարը։ Ահա մնացորդը, տարեք նրան Սոճեպուր, սա կրինի նրա վերջին ծննդյան օրը մեզ հետ։ Փաստաթղթերը հանձնեք գլխավոր բժշկին անձամբ։ Անուշը զգաց, թե ինչպես սառչում է ներսը։ Վերջին ծննդյան օրը մեզ հետ։ Ինչ է սա նշանակում։ Ինչու է Արմեն փոխանցում ինչ-որ փաստաթղթեր և խոսում իր մասին երրորդ դեմքով։ Կարծես իրեն արդեն չկա կողքին։ Որդիս նայեց սրա, ձգված ժպտալով։ Մամջան, երջանիկ ճանապարհ։ Զանգիր, որ հասնես։ Իսկ հեռախոսը այնտեղ բռնում է, հարցրեց Անուշը, փորձելով հանգիստ խոսել։ Իհարկե, չափազանց արագ պատասխանեց Արմենը։ Հիանալի կապ։ Լավ, ես վազում եմ, սպասում են ինձ, սիրում եմ Համբուրում։ Նա փակեց դուռը և արագ քայլեց հեռու, առանց հետ նայելու։ Մեքենան սահուն շարժվեց տեղից։ Անուշը նայում էր պատուհանից անցնող քաղաքային տեսարաններին։ Նրանք անցնում էին արդյունաբերական արվարձաններով, մոխրագույն բետոնե ցանկապատեր գրաֆիտիներով, լքված արտադրամասեր կոտրված պատուհաններով, ժանգոտած մեխանիզմների մնացորդներ, խորհրդային արդյունաբերության հսկաների, որոնք չդիմացան 90-ականների դժվարություններին։ Աստիճանաբար տեսարանը փոխվեց հին թաղամասերով, տխուր պանելային հինգարկանոցներով, որոնց միջև անձրևից հետո սնկերի պես բարձրանում էին ապակե բետոնե նորակառույցներ։ Որքան փոխվել է քաղաքը, հառաչեց Անուշը։ Երբ մենք ամուսնուս հետ բնակարան ստացանք, այստեղ միայն դաշտեր և փայտե բարակներ էին։ Վարորդը լուռ մնաց, կենտրոնացած ճանապարհին։ Անուշը գաղտագողի նայում էր նրան հետևի հայելու միջով։ Մոխրագույն մազեր ժամանակավորներին, հստակ պրոֆիլ մեծ քթով, սպից ախայտին։ Ինչ-որ բան համառորեն թակում էր նրա հիշողությանը։ Ներեցեք, վերջապես համարձակվեց նա։ Մենք չենք հանդիպել։ Վարորդը մի պահ հանդիպեց նրա հայացքին հայելու մեջ։ Նրա աչքերը մոխրագույն էին, ուշադիր, ծանր կոպերով։ Հանդիպել ենք Անուշ, Շուշի, 1992 թվական, դաշտային հիվանդանոց։ Հիշողությունը հանկարծ ընկավ, ինչպես ցունամի։ Դեղորայքի և արյան հոտ, հրետանու որոտը ինչ-որտեղ շատ մոտ, երիտասարդ բժիշկ ջարդված գլխով և կրծքի բեկորային վնասվածքներով, անհույս է, ասաց ձեր վիրաբույժը։ Նա կին ունի և փոքրիկ դուստր, պատասխանեց նա այն ժամանակ և մնաց հերթապահելու։ 4 օր նա նստած էր նրա մահճակալի մոտ, փոխելով վիրակապեր, սրբելով քրտինքը, կարդում բանաստեղծություններ, պահելու նրան գիտակցության մեջ։ Երբ ժամանեց բժշկական էվակուացիայի ուղղակիրը, բոլորը զարմանում էին, թե ինչպես է նա դեռ ողջ։ Լեոնիդ, արտաշնչեց Անուշը։ Լեոնիդ Գորյոնյան։ Վարորդը գլխով ցույց տվեց, առանց ճանապարհից աչքը շրջելու։ Չէիք սպասում ինձ տեսնել վարորդի դերում։ Ես ընդհանրապես չէի սպասում ձեզ տեսնել, անկեղծորեն խոստովանեց Անուշը։ Այդ էվակուացիայից հետո ոչինչ չեմ լսել ձեր մասին, իսկ ես ձեր մասին լսել եմ, անսպասելի ջերմ ժպտաց Լեոնիդը, և նույնիսկ ավելին, հետևել եմ ձեր ճակատագրին։ Սկզբում պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել, դուք այդպես հանկարծ անհետացաք։ Հետո գիտեք, շնորհակալության պարտքերը ժամկետային չեն լինում։ Նա մեքենան կայանեց ճանապարհի եզրին և անջատեց շարժիչը։ Շրջվելով դեպի Անուշը, Լեոնիդը ուշադիր նայեց նրա աչքերին։ Անուշ, մենք պետք է լուրջ խոսենք։ Ես ձեզ չեմ տանում Սոճեպուր, բայց իմ որդին, ձեր որդին և նրա եղբայրն ու քույրը, խիստ ընդհատեց Լեոնիդը, մտադիր են եղել գարշելի արկած։ Սոճեպուրը սանատորիում չէ, դա ծերերի պանսիոնատ է, դեմենցիայով տառապողների բաժնով։ Փաստորեն ձերանոց, որտեղ հարազատները հանձնում են իրենց ծանրաբեռնված հարազատներին։ Անուշը զգաց, թե ինչպես սրտխառնոց է բարձրանում կոկորդին։ Չի կարող լինել, Արմենիկը երբեք։ Կարող է, Լեոնիդը հանեց թղթապանակը։ Ահա փաստաթղթերի պատճենները, որոնք պատրաստել են ձեր երեխաները։
Դիմում ձեզ առողջական վիճակով պանսիոնատ տեղավորելու մասին։ Բժշկական եզրակացություն սկզբնական փուլի դեմենցիա ախտորոշմամբ։ Լիազորագիր բնակարանը վաճառելու համար իբր ձեր ստորագրությամբ եւ ամենահետաքրքիրը՝ գումարի բաժանման պայմանագիր վաճառքից ձեր երեխաների միջև։ Նա թղթերը մեկնեց Անուշին։ Նրա ձեռքերը դողում էին, երբ վերցնում էր թղթապանակը։ Նրանք նույնիսկ չեն փորձել ձեր ստորագրությունը հավանական կեղծել, ավելացրեց Լեոնիդը, ցույց տալով փաստաթղթի վրա անհարթ գծագրերը։ Երևի հաշվարկել են, որ Սոջեպուրում ձեզ արագ հանգստացնողներով կլցնեն մինչև այն վիճակը, երբ ստուգումներ անհրաժեշտ չեն։ Անուշը լուր շրջում էր փաստաթղթերը։ Վաճառքի պայմանագրի թվերը լողում էին աչքի առջև։ Գումարը 6 սրոներով։ Նրա բնակարանը քաղաքի կենտրոնում ամբողջունեցված կարշեր։ Էջի ներքևում 3 ստորագրություն՝ Լուսինե, Վահե, Արմեն։ Բայց ինչու։ Անուշի ձայնը դողաց։ Նրանք գումար ունեն։ Լուսինեն գիմնազիայի տնօրեն է, Վահեն իրավաբանական ֆիրմայի գործընկեր է։ Ավաղ։ Ձեր երեխաների ֆինանսական վիճակը այդքան էլ վարդագույն չէ։ Լեոնիդը հանեց եւս մեկ թղթապանակ։ Լուսինեն խորասուզված է պարտքերի մեջ։ Գիմնազիայի բարեգործական հիմնադրամից գումար է վերցրել անձնական կարիքների համար։ Շուտով աուդիտորական ստուգում է սպասվում, որին սպառնում է ոչ միայն աշխատանքից հեռացում, այլև քրեական գործ։ Վահեն իրավաբանական ֆիրման օգտագործում է փողերի լվացման համար։ Գործընկերներն ինչ-որ բան կասկածել են։ Նա գործընկերությունից բացառման եզրին է։ Իսկ ձեր կրտսեր Արմենը խորացել է բուքմեյքերական գրասենյակների եւ ստվերային վարկատուների առջև պարտքերի մեջ։ Նրան սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով, եթե գումարը չվերադարձնի։ Անուշը նստած էր ապշած, չկարողանալով հավատալ, թե ինչպես իր 3 երեխաները, որոնց նա մեծացրել է մենակ ամուսնու մահից հետո, որոնց տվել է ամբողջ կյանքը, կարող են այդպես վարվել։ Որտեղից գիտեք ամեն ինչ, վերջապես հարցրեց նա։ Բանակից հետո աշխատել եմ մասնավոր անվտանգության կառույցում, բացատրեց Լեոնիդը։ Այնտեղ սովորել եմ տեղեկատվություն հավաքել, իսկ երբ ձեր որդուց այս պատվերը ստացա, ինքս հետաքննություն անցկացրի։ Արմենը ինձ գտել էր նախկին զինակիցների միջոցով, առանց կասկածելու մեր ծանոթության մասին։ Նա Անուշին մեկնեց ջրի շիշը։ Խմեք։ Եվ եկեք քննարկենք, թե ինչ անել հետո։ Անուշը մի կում խմեց։ Ջուրը դառը թվաց, բայց դա դավաճանության դառնությունն էր։ Ինչու եք օգնում ինձ, հանգիստ հարցրեց նա։ Լեոնիդը մտածկոտ մատով անցավ այտի սպիով։ Գիտեք Անուշ, պապիկները ասում էին, անշնորհակալությունը այն ծանրաբեռն է, որը կարող է կրել միայն անխիղճ սիրտը։ Ձեր երեխաները կարծես այս առումով մարզիկներ են։ Նա տխուր ժպտաց։ Իսկ եթե լուրջ, այն ժամանակ Շուշիում դուք ինձ կյանք փրկեցիք։ Եվ ոչ միայն մարմինը։ Դուք իմ հոգին փրկեցիք հուսահատությունից։ Երբ բոլորը ձեռքերը լվացին, դուք մնացիք։ Հիշում եք։ Ես վերադարձա իմ քաղաքը, ծանոթ մինչև արցունքներ, մինչև երակներ, մինչև մանկական ուռուցիկ գեղձեր, ավարտեց Անուշը, և արցունքները գլորվեցին նրա այտերով։ Լեոնիդը նրբանկատորեն շրջվեց, տալով նրան ժամանակ հաղթահարելու հույզերը։ Ես ունեմ արվարձանային տուն, ասաց նա դադարից հետո, լճի ափին։ Առաջարկում եմ ձեզ տանել այնտեղ։ Հանգիստ ամեն ինչ մտածեք։ Որոշեք, թե ինչ անել հետո։ Հարցակումը լավագույնս հետ մղվում է անսպասելի դիրքից։ Ճիշտ է։ Անուշը սրբեց արցունքները և ուղեց մեջքը։ Ներսում ինչ-որ բան կոտրվեց, բայց ոչ վերջնականապես։ Ինչպես հին ծառը, որ փոթորքի ժամանակ կորցրել էր պսակի մի մասը, բայց դեռ ամուր պահվում էր արմատներով հողին։ Գնանք, գլխով ցույց տվեց նա։ Բայց նախ ուզում եմ իմ աչքերով տեսնել այդ Սոջեպուրը։ Ուզում եմ իմանալ, թե ուր էին ինձ ուղարկելու նա կտրեց, իմ երեխաները։ Դուք վստահ եք։ Ուշադիր նայեց նրան Լեոնիդը։ Սա կարող է ծանր լինել։ Վստահ եմ, ամուր պատասխանեց Անուշը։ Լեոնիդը լուր գլխով ցույց տվեց։ Միացրեց շարժիչը և շրջվեց դեպի օղակաձև ճանապարհը։ Անուշը նայում էր անցնող տեսարաններին և մտածում իր երեխաների մասին։ Նրանցից յուրաքանչյուրը մնում էր նրա սրտի մի մասը, չնայած դավաճանությանը։
եւ այդ մասը հիմա արյունահոսում էր։ Բայց մյուս մասը, այն, որ տասնամյակներ շարունակ օգնել էր նրան գոյատևել ամենածանր հանգամանքներում, ասում էր. «Դու կհաղթահարես, Անուշիկ, դու միշտ հաղթահարել ես»։ Մեքենան մրցավազքով շարժվում էր մայրուղով, տանելով Անուշին դեպի անհայտը, բայց երկար ժամանակ առաջին անգամ այդ անհայտության մեջ թրթրում էր հույսի լույսը։ Սոցեպուրը պարզվեց խորհրդային կառուցվածքի մոխրագույն երահարկ շենք, շրջապատված բարձր ցանկապատով եւ փշալարով։ Ամենից շատ հիշեցնում էր ոչ թե սանատորիա, այլ թեթև ռեժիմի ուղիչ հաստատություն։ Դարպասի վրա կախված էր ցուցանակ, մասնավոր սոցիալական սպասարկման հաստատություն։ Լեոնիդը ներս չմտավ, միայն դանդաղ անցավ ցանկապատի երկայնքով, թույլ տալով Անուշին տեսնել տխուր զբոսանքի ուղիները, որոնցով չնայած ցրտին քայլում էին մի քանի ծերեր, նույն մոխրագույն խալաթներով։ Բավական է, հանգիստ հարցրեց նա, նկատելով, թե ինչպես է Անուշը գունատվել։ Նա լուր գլխով ցույց տվեց, շրթունքները սեղմելով բարակ գծի մեջ։ Ես մի քանի տարի առաջ տեսել եմ այս վայրի մասին ռեպորտաժ, ասաց նա, երբ նրանք հեռացան մի քանի կիլոմետրով։ Այն ժամանակ ստուգում էր եղել բնակիչների հետ վատ վերաբերմունքի բողոքների պատճառով։ Երբեք չէի մտածի, որ իմ երեխաները։ Նրա ձայնը կտրվեց։ Լեոնիդը չսկսեց մխիթարել սովորական արտահայտություններով։ Պարզապես մեկնեց ջրի շիշը եւ միացրեց հանգիստ դասական երաժշտություն։ Հետո նրանք լուռ էին գնում։ Արդյունաբերական շրջանները եւ բնակելի թաղամասերը փոխվեցին արվարձանային ավաններով, հետո անտառով։ Ճանապարհը ոլորուն բարձրանում էր լեռը, յուրաքանչյուր շրջադարձով ավելի գեղատեսիլ տեսարաններ բացելով դեպի լիճը։ «Եկանք», հայտարարեց Լեոնիդը, շրջվելով նեղ հողային ճանապարհի վրա, որը տանում էր փայտե երկհարկանի տանը, կանգնած բլրի վրա սոճիների մեջ։ Տունը թվում էր կարծես այլ դարաշրջանից էին բերել, ամուր, պատուհանների վրա փորագրված շրջանակներով, ընդարձակ վերանդայով եւ ժամանակի հետ մթակնած դրանիկով ծածկված տանիքով։ Տան շուրջը տարածված էր հողամաս, հազվադեպ սոճիներով եւ կեչիներով, որոնք իջնում էին դեպի փոքրիկ նավամատույցը ջրի մոտ։ «Սա ջեր տունն է», զարմացած հարցրեց Անուշը, դուրս գալով մեքենայից։ «Ստացել եմ պապիկից», բացատրեց Լեոնիդը, հանելով նրա ճամպրուկը։ Նա միջուկային ֆիզիկոս էր, 70-ականներին ստացել էր այս հողամասը։ Ամբողջավանը ժամանակին բնակեցված էր գիտնականներով, հիմա շատ ամառանոցներ գնել են նոր հարուստները, բայց մի քանի հին բնակիչներ դեռ մնացել են։ Նա Անուշին տարավ փայտե արահետով դեպի տուն եւ բացեց հին բանալիով ծանր դուռը։ «Խնդրեմ իմ համեստ բնակավայր»։ Տան ներսում Անուշին սպասում էր անակնկալ։ Ավանդական գերանային ճակատի հետևում թաքնված էր ժամանակակից ինտերիեր, բաց փայտից ոճային կահույք, լճի տեսարանով պանորամային պատուհաններ, վերջին մոդելի տեխնիկա, օրգանապես տեղավորված տարածքում։ Հյուրասենյակը անցնում էր ընդարձակ խոհանոց, առանձնացված կարելյան գեչու բարային վաճառասեղանից։ Արտաքինի եւ ներքինի հակադրությունը միշտ զվարճացրել է ինձ, նկատեց Լեոնիդը, ընկալելով հյուրի զարմացած հայացքը։ Պապիկը նույնպես այդպիսին էր, արտաքինից խիստ խորհրդային գիտնական, իսկ տանը լսում էր արգելված ջազ։ Նա Անուշին տարավ երկրորդ հարկի հյուրասենյակ, լուսավոր սենյակ փայտե մահճակալով, փափուկ գորգով եւ լճի տեսարանով պատուհանով։ Տեղավորվեք։ Լոգարանը միջանցքով աջ կողմում է, իսկ ես մինչդեռ թեյ կպատրաստեմ։ Մենակ մնալով Անուշը նստեց մահճակալին։ Վերջին ժամերի իրադարձությունները նոր ուժով հարձակվեցին նրա վրա։ Երեխաների դավաճանությունը, անցյալից մարդու հետ հանդիպումը, Սոչեպուրի տխուր մոխրագույն պատերը, որոնք կարող էին դառնալ նրա վերջին ապաստանը։ Նա պայուսակից հանեց օրագիրը եւ մեխանիկորեն շրջեց վերջին գրառումները։ Փետրվարի 28։ Արմենիկը նորից փող վերցրեց, ասում է նախագծի համար։ Ինչ նախագծ ունի 40-ամյա տղամարդը, ով չի կարողանում աշխատանքում պահպանվել 3 ամսից ավելի։ Բայց ինչպես մերժել, երբ նայում է այդպիսի աչքերով։
Մարտի 5 Զանգել եմ Լուսինեին, ուզում էի տեսնել թորներին, ասաց օլիմպիադաներ են, դասախոսներ, ժամանակ չկա։ Իսկ Անին անցյալ անգամ ասել էր, որ կուզենար ավելի հաճախ այցելել տատիկին։ Մարտի 10 Վահեն եկավ 5 րոպեով, հոր ժամացույցը վերցնելու, ասաց իրենց գրասենյակի ինչ-որ ցուցահանդեսի համար։ Չեմ հավատում։ Հարևանուհին տեսել է նույնը Լոմբարդում։ Այս տողերը վերակարդալով Անուշը հանկարծ գիտակցեց, որ վերջին 2 տարիները կարծես մերժման մշուշի մեջ էր, չցանկանալով տեսնել երեխաների օտարման ակնհայտ նշանները։ Դրան թակոցը ընդհատեց նրա մտքերը։ Թեյը պատրաստ է, հայտնեց Լեոնիդը։ Իջեք, երբ պատրաստ լինեք։ Խոհանոցում սպասվում էր իսկական խնջույք։ Ոչ միայն թեյ, այլև տնական կաղամբով փոքրիկ կարկանդակներ, կտրատած պանիր, մեղր ապակետարայի մեջ եւ նույնիսկ կոնյակի շիշ։ Մի զարմացեք, ժպտաց Լեոնիդը, նկատելով նրա հայացքը։ Խոհանոցը իմ հոբին է, թեժկետերում սովորել եմ գնահատել պարզ ուրախությունները։ Նրանք տեղավորվեցին փափուկ բազկաթոռներում պանորամային պատուհանի մոտ։ Երեկոյան լճի տեսարանը, որը լուսավորված էր մայրամուտի արևով, հմայում էր։ Պատմեք ձեր մասին, խնդրեց Անուշը, համտեսելով բուրավետ թեյը։ Ինչ եղավ Շուշիից հետո։ Լեոնիդը մտած կոթմատով անցավ սպիով։ Էվակուացիայից հետո 2 ամիս անցկացրի հիվանդանոցում, հետո վերադարձա շարք, չկարողանալով թողնել տղաներին։ 2015-ին դուրս եկա պահեստազոր, բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումով։ Կարող էի մնալ զինվորական բժշկության մեջ, բայց նա լռեց, չափից շատ մահեր էի տեսել։ Ուզեցի ինչ-որ այլ բան։ Նա խմեց կոնյակը փոքրիկ բաժակից։ Իմ նախկին զինակիցը առաջարկեց աշխատանք մասնավոր անվտանգության կառույցում։ Ես պատասխանատու էի գործողությունների բժշկական ապահովման համար։ Հետո սկսեցի զբաղվել վերլուծությամբ, տեղեկատվության հավաքմամբ։ Պարզվեց ունեմ տաղանդ դրան։ 3 տարի առաջ որոշեցի, բավական է։ Գնեցի մեքենա, սկսեցի մասնավոր վարորդությամբ զբաղվել հարգարժան հաճախորդների համար։ Վերցնում եմ միայն այն պատվերները, որոնք հետաքրքիր են ինձ, եւ իմ որդու պատվերը հետաքրքիր ստացվեց, դառը ժպտաց Անուշը։ Ձեր անունը հետաքրքիր ստացվեց, ուղեց Լեոնիդը։ Հենց որ Արմենը ասաց այն, ես անմիջապես հիշեցի, որոշեցի ստուգել դուք եք թե ոչ, եւ երբ համոզվեցի, իսկապես չէի կարող ձեզ տանել Սոճեպուր։ Նա վերկացավ եւ սեղանի դարակից հանեց հաստ թղթապանակ։ Ես հավաքել եմ ամբողջ տեղեկատվությունը ձեր երեխաների խարդախությունների մասին։ Այն այդքան էլ հաճելի չէ, բայց ձեզ պետք է իմանալ ճշմարտությունը։ Հաջորդ ժամը Անուշը անցկացրեց փաստաթղթերը ուսումնասիրելով, բանկային գործարքների տպագրություններ, լուսանկարներ, նամակագրությունների սկրինշոթեր։ Ամեն էջից նրա սիրտը ավելի ու ավելի էր սեղմվում։ Լուսինեն նրա հպարտությունը, գերազանցիկը, ով հասել էր հեղինակավոր գիմնազիայի տնօրենի պաշտոնին, պարզվեց մանրկող։ Համակարգված կերպով յուրացրել է դպրոցի բարեգործական հիմնադրամների գումարները, կեղծելով հաշվետվությունները։ Գումարները գնացել են թանկարժեք հանգստավայրեր, բրենդային հագուստ, գեղեցկության սրահներ։ Վահեն, լուրջ հիմնավոր Վահեն, իր իրավաբանական ֆիրմայում վարում էր կրկնակի հաշվապահություն, հարկերից խուսափում էր, ուներ հաշիվներով շորներում։ Հաճախորդների գումարները օգտագործում էր բորսայում ռիսկային սպեկուլյացիաների համար։ Արմենը նրա կրտսեր բոհեմյան ստեղծագործ Արմենիկը խորացել էր բուքմեյքերների եւ ստվերային վարկատուների առջև պարտքերի մեջ։ Արդեն ստացել էր ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, եթե ժամանակին չվերադարձնի գումարը։ Նրանք բոլորը հուսահատ վիճակում են, ամփոփեց Լեոնիդը։ Յուրաքանչյուրին շտապ գումար է պետք։ Ձեր բնակարանը քաղաքի կենտրոնում արժե մոտ 45 միլիոն դրամ։ Նրանց համար դա ելք է բոլոր խնդիրներից։ Բայց ինչու պարզապես չկարողացան խնդրել, հանգիստ հարցրեց Անուշը։ Ես կվաճառեի բնակարանը, կօգնեի նրանց։ Իսկ դուք որտեղ կապրեիք, խիստ հարցրեց Լեոնիդը։ Սոճեպուրում։ Նայեք այս փաստաթղթերին։ Նրանք արդեն նախնական պայմանագիր են ստորագրել պանսիոնատի հետ։ Սկզբնական փուլի դեմենցիա ախտորոշմամբ, որը ի դեպ դրել է իրենց ծանոթ հոգեբույժը, առանց ձեզ տեսնելու։ Բնակարանն արդեն գնահատված է եւ դրված է նախավաճառքի։ Ուզում եք տեսնել հայտարարությունը։ Նա մեկնեց նրան պլանշետը։ Էկրանին երևում էր նրա բնակարանի լուսանկարը, տարօրինակ դատարկ, կարծես անմարդաբնակ։ Վաճառվում է 3 սենյականոց բնակարան պատմական կենտրոնում, սեփականատեր։ Որտեղից են վերցրել այս լուսանկարները, շշնջաց Անուշը։ Երբ ձեզ տանը չէիք, նրանք նկարահանել են, բացատրեց Լեոնիդը։ Վահեի մոտ կան ձեր բնակարանի բանալիները, ճիշտ է։ Անուշը գլխով ցույց տվեց, զգալով թե ինչպես է ներսում բարձրանում գոլորշի։
սառը կղզի գոլորշի, որ նա երբեք չէր զգացել կյանքում։ Ինչ կարող եմ անել, հարցրեց նա, կողք դնելով պլանշետը։ Ունեք ձեր խելամտության ապացույցներ։ Լեոնիդը գլխով ցույց տվեց օրագիրը, որ կողքին էր։ Այս գրառումները հետևողական, տրամաբանական, գրագետ, լիովին հերքում են դեմենցիայի ախտորոշումը։ Բացի այդ, կարող ենք անցնել անկախ բժշկական փորձաքննություն։ Նա լռեց, հավաքելով մտքերը։ Բայց ես առաջարկում եմ գնալ ավելի հեռու, ոչ միայն պաշտպանվել, այլև ձեր երեխաներին դաս տալ։ Ինձ մոտ կա պլան, թե ինչպես ստիպել նրանց գիտակցել, թե ինչ են արել, եւ միաժամանակ նա դադարեցրեց, օգնել նրանց դուրս գալ իրենց խնդիրներից։ Անուշը բարձրացրեց գլուխը։ Օգնել ամեն ինչից հետո ինչ ուզում էին անել։ Նրանք ձեր երեխաներն են, պարզապես ասաց Լեոնիդը։ Ինչքան էլ հիմա զայրացած լինեք, ես գիտեմ, որ չեք ուզում նրանց կործանումը, բայց դաս տալ անհրաժեշտ է։ Նա ճիշտ էր, չնայած դավաճանության ցավին, Անուշը չէր կարող սրտից ջնջել նրանց, ում մեծացրել էր, ում տվել էր ամբողջ կյանքը։ Ինչ պլան, հարցրեց նա։ Լեոնիդը մանրամասն ներկայացրեց իր գաղափարը։ Անուշը լսում էր, աստիճանաբար գիտակցելով առաջարկվածի հանճարեղ պարզությունն ու արդարությունը։ Չգիտեմ, վարանեց նա վերջում, սրանք իմ երեխաներն են, կործանել նրանց կարիերան, հեղինակությունը։ Նրանք ինքնուրույն ամեն ինչ կործանել են իրենց գործողություններով, նրբորեն առարկեց Լեոնիդը։ Մենք միայն կբերենք նրանց գիտակցության։ Անուշը նորից բացեց օրագիրը եւ վերակարդաց վերջին ամիսների գրառումները, փոքրիկ դավաճանությունների, անտեսումների, վիրավորանքների շարք, որոնք նա համբերատար տանում էր, արդարացնելով երեխաներին իր առջև եւ ուրիշների առջև։ Ինչպես ասում էր Մարկ Թվենը, բարությունը այն է, ինչ կարող է լսել խուլը եւ տեսնել կույրը, տխուր եւ հեգնանքով նկատեց նա։ Ցավ է, որ իմ երեխաները եւ խուլ եւ կույր էին դրա նկատմամբ։ Նա վճռական շարժումով փակեց օրագիրը։ Լավ Լեոնիդ, համաձայն եմ, գործենք ձեր պլանով։ Այդ պահին Անուշը կարծես թափեց այն ծանրաբեռնը, որ կրում էր վերջին տարիները, կույր մայրական սիրո բեռը, որը ոչինչ չէր պահանջում փոխարենը։ Կարծես պողպատե վարագույրը ընկավ աչքերից, եւ նա տեսավ իր երեխաներին այնպիսին, ինչպիսին դարձել էին իրականում՝ շահամոլ, էգոիստ, չափահաս, պատրաստ զոհաբերել մորը սեթական շահի համար։ Նայելով իր արտացոլանքին պատուհանի ապակում, նա զարմացավ։ Կինը, որ նայում էր իրեն, թվում էր ավելի երիտասարդ, վճռական։ Նրա աչքերը վառվում էին կրակով, որ երկար ժամանակ չկար այնտեղ։ Սա վերջը չէ, մտածեց Անուշը։ Սա նոր գլխի սկիզբ է, եւ ես դեռ ցույց կտամ իմ երեխաներին, թե ինչի է ընդունակ նրանց մայրը։ Լեոնիդը նկատելով փոփոխությունը նրա դեմքին, գոհունակությամբ գլխով ցույց տվեց։ Վրեժի կամ արդարության պլանը, ինչպես նա նախընտրում էր անվանել, սկսում էր ձև ստանալ։ Առավոտը Լեոնիդի տանը սկսվում էր վաղ։ Անուշը արթնացավ թարմ եփած սուրճի հոտից եւ ներքևից հնչող դասական երաժշտությունից։ Նայելով պատուհանից տեսավ տանտիրոջը, ով հետևի բակում կտրում էր փայտեր։ Մեթոդիկորեն, զինվորական ճշգրտությամբ, կարծես կատարում էր ամենօրյա նորմա։ Իջնելով խոհանոց, նա գտավ սեղանը պատրաստված եւ գրառում. Նախաճաշը թերմոսում է, հացը հացամանի մեջ, կվերադառնամ կես ժամից, պետք է պատրաստվենք վրեժի գործողությանը։ Ինչպես լրտեսական ֆիլմում, մտածեց Անուշը, լցնելով իրեն սուրճ։ Լեոնիդը վերադարձավ, ինչպես խոստացել էր 30 րոպե հետո, սեղմված ցնցուղից հետո խոնավ մազերով, սև վերնաշապիկով եւ ջինսերով։ Ինչպես քնեցիք նոր տեղում, հետաքրքրվեց նա, հանելով պայուսակից նոթբուքը եւ ինչ-որ սարքեր։ Անսպասելիորեն լավ, խոստովանեց Անուշը։ Կարծես լեռը ընկավ ուսերից։ Ինչ է սա ձեզ մոտ։ Արդարության գործիքներ, ժպտաց Լեոնիդը սեղանին դասավորելով մի քանի սմարթֆոններ, մինիատյուր տեսախցիկներ, որոնք նման էին սովորական լիցքավորիչների, եւ դյուրագիր տպիչ։ Առաջին հերթին պետք է պատրաստենք նամակներ ձեր երեխաներին, պաշտոնական, կոնկրետ փաստերով նրանց խարտախությունների մասին եւ հստակ ուլտիմատումով։ Անուշը գլխով ցույց տվեց։ Հաջորդ 2 ժամը նրանք աշխատեցին նամակների վրա։ Լեոնիդը տրամադրում էր փաստեր եւ թվեր։ Անուշը դրանք ձևակերպում էր խիստ, բայց առանց ավելորդ հույզերի։ Յուրաքանչյուր նամակ անհատականացված էր։ Լուսինեի համար գիմնազիայի տնօրենի շեշտը դրվում էր հեղինակության ռիսկերի եւ սկանդալի աստեցության վրա կարիերայի վրա։ Վահեի համար իրավաբանի, իր գործողությունների իրավական հետևանքների եւ փաստաբանների կոլեգիայից բացառման հնարավորության վրա։ Արմենի համար վարկատուներից պաշտպանվելու հնարավորության վրա համագործակցության պայմանով։ Հիմա ֆինանսական մասին։ Լեոնիդը բացեց էլեկտրոնային աղյուսակը նոթբուքում,
Իմ հաշվարկներով Լուսինեն վերջին 3 տարում դպրոցի բարեգործական հիմնադրամներից յուրացրել է մոտ 8 միլիոն դրամ։ Վահեն հարկերից թաքցրել է մոտ 20 միլիոն, իսկ Արմենը պարտք է բուքմեյքերներին եւ վարկատուներին 2 միլիոն։ Եվ մենք կպահանջենք վերադարձնել այդ գումարները, հստակեցրեց Անուշը։ Հենց այդպես, գլխով ցույց տվեց Լեոնիդը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Միայն այն, ինչ նրանք գողացել կամ պարտք են։ Արդարություն, ոչ թե վրեժ։ Անուշը հարաճեց հիշելով, թե ինչպես էր հավաքում վերջին կոպեկները օգնելու Արմենին ստեղծագործական նախագծի համար, մինչդեռ նա այդ գումարները պարտադրում էր ստվերային խաղատներում։ Լավ, վճռական ասաց նա, եւ սկսեց գրել յուրաքանչյուր նամակի եզրափակիչ մասը ձևակերպելով ուլտիմատումը։ Կամ նրանք դադարեցնում են գործողությունները մորդեմ, վճարում են նշված գումարները որպես փոխհատուցում, կամ տեղեկատվությունը կհանձնվի համապատասխան մարմիններին։ Կարևոր է նշել կոնկրետ ժամկետ, նկատեց Լեոնիդը, եւ կապի եղանակը։ Առաջարկում եմ տալ նրանց 48 ժամ եւ կապի համար օգտագործել այս հեռախոսը։ Նա ցույց տվեց նոր սմարթֆոններից մեկը։ Այն գրանցված է կեղծ անձի անունով եւ կարգավորված է բոլոր խոսակցությունները ձայնագրելու համար։ Անուշը գլխով ցույց տվեց եւ ավելացրեց համարը յուրաքանչյուր նամակում։ Իսկ հիմա ստորագրություն։ Լեոնիդը զգուշորեն ծալեց նամակները, յուրաքանչյուրը դնելով առանձին խիտ թղթե ծրարի մեջ։ Առաքիչը դգա 1 ժամից, հայտնեց նա հեռախոսով հաղորդագրություն հավաքելով։ Ես պայմանավորվել եմ առաքման հետ, հանձնման ծանուցմամբ։ Ձեր յուրաքանչյուր երեխան կստանա նամակը վկաների, գործընկերների կամ ընտանիքի անդամների ներկայությամբ։ Որտեղից այդպիսի ճշգրտություն, զարմացավ Անուշը։ Լեոնիդը ցույց տվեց պլանշետի էկրանը, որը բաժանված էր 3 մասի։ Յուրաքանչյուրում երևում էր նրա երեխաներից մեկի գրասենյակը կամ տունը։ Տեսախցիկներ, բացատրեց նա։ Իմ տղաները տեղադրել են 3, մինչ դուք հանգստանում էիք։ Լուսինեի գիմնազիայում նրա ընդունարանի դռան մոտ, Վահեի իրավաբանական ֆիրմայում նրա գրասենյակի դիմաց, Արմենի բնակարանում նոր ռոուտերի տեսքով, որը բարեհամբույր տրամադրել էր մատակարարը։ Սա օրինական է, կասկածեց Անուշը։ Իսկ մորը կեղծ ախտորոշմամբ ծերանոց ուղարկելը եւ նրա բնակարանը վաճառելը օրինական է, հակադարձեց Լեոնիդը։ Մի անհանգստացեք, ոչ ոք չի տուժի։ Բացի այդ, ես կարգավորել եմ ձեր երեխաների ֆինանսական գործարքների մոնիտորինգը։ Եթե նրանք փորձեն մեծ գումարներ փոխանցել կամ կանխիկ հանել, մենք կիմանանք։ Անուշը գլխուխը թափ տվեց, դեռ լիովին չհավատալով, թե ինչ է կատարվում։ Երբեք չէի կասկածում, որ ծերության տարիներին կդառնամ լրտեսական ֆիլմի հերոսուհի, ժպտաց նա, օգնելով ծրարներում դասավորել փաստաթղթերի պատճենները պլան B-ի համար։ Իսկ ես մտածում էի, որ դուրս եմ եկել թոշակի, ժպտալով հակադարձեց Լեոնիդը, կարգավորելով հերթական տեսախցիկը։ Կեսօրին առաքիչը հանձնեց նամակները հասցեատերերին։ Անուշը եւ Լեոնիդը դիտում էին յուրաքանչյուր երեխայի արձագանքը տեսահսկման համակարգի միջոցով։ Լուսինեն ստացավ ծրարը իր տնօրենական գրասենյակում, քարտուղարի եւ տնօրենի տեղակալի ներկայությամբ։ Նա անհամբեր բացեց այն, արագ անցավ տեքստով, եւ նրա դեմքը աղավողվեց սարսափից։ Գործընկերներին հեռացնելով նա անմիջապես վերցրեց հեռախոսը եւ զանգեց բանկ։ Ինձ շտապ պետք է փոխանցել գումարները բարեգործական հաշվից, հնչեց գրասենյակի դռան հետևից, նախքան նա անցավ շշնջելու։ Վահեն մենակ էր գրասենյակում, երբ ստացավ նամակը։ Նրա արձագանքը ավելի զսպված էր։ Միայն ծնոտները շարժվեցին եւ մատները թեթևակի դողացին, երբ ծալում էր թերթը։ Առանց ժամանակ կորցնելու նա հավաքեց հեռախոսագրքում չպատասխանել նշումով համարը։ Բորիս, ունեմ ֆորս մաժոր, պետք է խորհրդատվություն, շտապ երկրից դուրս գալու վերաբերյալ։ Այո, հենց այդպես։ Ոչ, փաստաթղթերը կարգին են, խնդիրը այլ բնույթի է։ Արմենը ստացավ իր նամակը տանը, նրա արձագանքը ամենաուժգինն էր։ Նա գունատվեց, հետո կարմրեց, սկսեց շրջվել բնակարանում, բռնելով հերթով հեռախոսը, հետո վիսկիի շիշը։ Վերջապես հավաքեց համարը։ Ասլան, սա Արմենն է։ Այո, հիշում եմ պարտքի մասին։ Լսիր, ինձ պետք է հետաձգում, 1 շաբաթ միայն, ունեմ ֆորս մաժոր, հասկանում ես։ Ոչ, սպասի, մի ուղարկիր տղաներին։ Անուշը նայում էր իր երեխաների շրջումներին դառը խառնուրդով, հաղթանակի եւ ափսոսանքի։ Մի կողմից նա զգում էր մուտք գոհունակություն այն բանից, որ նրանք վերջապես զգացին այն վախը, որը փորձում էին նրշնչել իրեն։ Մյուս կողմից մայրական սիրտը սեղմվում էր տեսնելով նրանց հուսահատությունը, թեկուզ արժանի։
Առաջին կոնտակտը 3-ից 2-1, հաշվեց Լեոնիդը, և նույն պահին զանգեց հատուկ հեռախոսը։ Մամա։ Լուսինեի ձայնը հնչում էր ձգված, վատ թաքցրած զայրույթով։ Ինչ է սա նշանակում։ Ինչպես կարողացար։ Հասկանում ես, որ սա զրպարտություն է։ Ես դատիկ տամ թես և քո խորհրդատուին, ով էլ լինի։ Բարև Լուսինե, հանգիստ պատասխանեց Անուշը։ Նամակում ամեն ինչ ներկայացված է առավելագույնս հստակ։ Իմ մոտ կան ապացույցներ քո խարդախությունների բարեգործական հիմնադրամների հետ։ Ինչ խարդախություններ, փորձեց զայրանալ Լուսինեն, բայց ձայնում արդեն լսվում էր անվստահություն։ Սա ծիծաղելի է։ Դու պարզապես խելքդ կորցրել ես, ինչպես մենք էինք ասում։ Մենք, սառը կրկնեց Անուշը։ Գծի մյուս ծայրում ծանր լռություն ընկավ։ Մամ ջան, հանկարծ փոխեց տոնը Լուսինեն, անցնելով չափազանց քաղցր ձայնի։ Դու հասկանում ես, թե որքան կարևոր է իմ տնօրենականի միջը գիմնազիայի համար։ Սա ամեն ինչ թյուրիմացություն է։ Արի հանդիպենք, խոսենք։ Ես ամեն ինչ կբացատրեմ։ Սա ինչ-որ անհասկանալի բան է։ Ոչ մի թյուրիմացություն, Լուսինե։ Պայմանները նամակում են։ Քեզ մնացել է 48 ժամ։ Չհասցրեց Անուշը ավարտել խոսակցությունը, երբ հեռախոսը նորից զանգեց։ Այս անգամ զանգում էր Վահեն։ Մամա։ Նրա ձայնը հնչում էր սառը և հավաքված, ինչպես բիզնես բանակցություններում։ Սա բացարձակ անտրամաբանական է ձեր կողմից։ Դուք վտանգի եք ենթարկում ամբողջ ընտանիքի հեղինակությունը։ Եկեք քննարկենք պայմանները, որպես քաղաքակիրթ մարդիկ։ Ասեք ով է օգնում ձեզ։ Այդ վարորդը։ Ես կարող եմ առաջարկել նրան լավ փոխհատուցում լռության համար։ Դու առաջարկում ես կաշառք Վահե, հանգիստ հարցրեց Անուշը։ Սա քրեական հանցագործություն է, ավելացնել քո հարկային խարդախությունների ցանկին։ Մամա, Վահեի ձայնում առաջին անգամ երևաց գրգռվածություն։ Դու չես հասկանում, թե ինչի մեջ ես մտնում։ Սրանք լուրջ բաներ են, ոչ խաղալիքներ։ Դու կարող ես վնասել ոչ միայն ինձ, այլև ինքդ քեզ։ Սա սպառնալիք է, սա զգուշացում է, չոր պատասխանեց նա։ Մտածիր հետևանքների մասին։ Երրորդ զանգը հնչեց 1 ժամ հետո։ Արմենը լաց էր լինում խողովակով, այնպես բարձր, որ Անուշին ստիպեց հեռախոսը հեռացնել ականջից։ Մամ ջան, ինչ ես անում, հեկեկում էր նա։ Այս տղաները ինձ փոշի կդարձնեն։ Ես քո փոքրիկն եմ, միշտ եղել եմ, հիշում ես։ Հիշում ես, թե ինչպես 3-րդ դասարանում պլաստիլին բերեցիր դպրոց, երբ տանը մոռացել էի։ Դու միշտ պաշտպանել ես ինձ, իսկ ով կպաշտպանի ինձ Արմենիկ, հանգիստ հարցրեց Անուշը։ Երբ դուք եղբոր եւ քրուչդ հետ որոշեցիք ինձ ուղարկել Սոչեբուր եւ վաճառել բնակարանը, սա ամեն ինչ նրանք են, անմիջապես բացականչեց Արմենը։ Լուսինեն Վահեի հետ։ Ես չէի ուզում, նրանք ստիպեցին ինձ, ասացին հակառակ դեպքում չեն տա գումար պարտքերի համար։ Մամ ջան, դու պետք է օգնես ինձ։ Դու գիտես, թե ինչ ստեղծագործ մարդ եմ։ Ինձ դժվար է գումարի հետ։ Իսկ այդ վարկատուները լուրջ տղաներ են, հասկանում ես։ Հասկանում եմ, հառաչեց Անուշը։ Հենց դրա համար է նամակում գումարը նշված ճշգրիտ, քո պարտքերով 2 միլիոն, ոչ ավել, ոչ պակաս։ Բայց ինձ մոտ այդպիսի գումար չկա, ողբաց Արմենը։ Քո եղբոր եւ քրոջ մոտ կա։ Չոր նկատեց Անուշը։ Խնդրիր նրանցից, քանի որ այդպես համերաշխ որոշեցիք իմ ճակատագիրը։ Զանգերից հետո Անուշը զգում էր իրեն էմոցիոնալ դատարկված։ Նա նստած էր պատուհանի մոտ, նայելով լճին, երբ Լեոնիդը բերեց նրան թեյի բաժակ։ Ծանր է, հարցրեց նա նստելով կողքին։ Ծանր է, խոստովանեց նա։ Միևնույն է, սրանք իմ երեխաներն են։ 40 տարի մեծացրի նրանց, հեքիաթներ կարդացի, քիթը սրբեցի, օգնեցի դասերով։ Նա ձեռքը վերցրեց ընտանեկան լուսանկարը, որը բերել էր իր հետ, բոլոր 5-ը երջանիկ ամառանոցում, դեռ կենդանի ամուսնու ժամանակ։ Իսկ հիմա ստիպված է սպառնալ նրանց բացահայտմամբ, գումար պահանջել։ Ոչ պահանջել, այլ պահանջել արդարություն, նրբորեն ուղեց Լեոնիդը։ Եվ ոչ սպառնալ, այլ ընտրություն տալ։ Ոչոք ավելի չի տուժի, քան արժանի է։ Ոչոք չի հայտնվի բանտում, եթե կատարեն պայմանները։ Մենք նույնիսկ գումար չենք պահանջում մեզ համար, միայն գողացվածի վերադարձը և պարտքերի մարումը։ Անուշը հայացքը տեղափոխեց մյուս լուսանկարին։ Նրա թոռները Անին և Արտյոմը, վերջին ընտանեկան տոնակատարության ժամանակ նկարված, որտեղ նա ներկա էր։ Իսկ ինչ կլինի նրանց հետ, ինչպես սա կարտացոլվի երեխաների վրա։ Անհանգստությամբ հարցրեց նա։ Լեոնիդը լուր հանեց պլանշետը և միացրեց աուդիո ձայնագրությունը։ Մաման արդեն խելքը կորցրել է, հնչում էր Լուսինեի ձայնը խոսելով ամուսնու հետ։
Պատկերացրու, երեք զանգում է եւ հարցնում, թե ինչու Անին ու Արտյոմը չեն գալիս իր մոտ։ Կարծես թե նրանց ուրիշ գործ չկա, քան խելքը կորցրած ծերուհու հետ նստելը։ Անին նույնիսկ վերջերս ասաց ինչ. «Մամ, տատիկը ինչ-որ տարօրինակ է դարձել»։ Ամեն անգամ նույնը հարցնում է։ Ոչ, ճիշտ ենք արել Սոչեփուրի հետ, այնտեղ իր տեղն է։ Գրառումը ընդհատվեց։ Անուշը նստած էր շրթունքները սեղմած բարակ գծի մեջ։ Ես երբեք նույնը չեմ հարցրել, հանգիստ ասաց նա։ Եվ Անին ասում էր բոլորովին այլ բան, որ կարոտում է մեր խոսակցությունները գրքերի մասին։ Սուտը ոչ միայն հարաբերություններ է քանդում, այլև հիշողություն, նկատեց Լեոնիդը։ Ձեր դուստրը այնքան երկար է ստել ուրիշներին ձեր մասին, որ ինքը սկսել է հավատալ դրան։ Անուշը բացեց իր օրագիրը, շրջելով էջերը մինչև 5 տարվա առաջ գրառումները։ Հունիսի 15 Լուսինեն նորից չեղարկեց հանդիպումը երեխաների հետ, երրորդ անգամ ամսում։ Ասաց, որ Անիի մոտ դասախոս է։ Տարօրինակ է, քանի որ Անին 3 զանգել էր եւ ասել, որ ուզում է գալ շաբաթօրը։ Սեպտեմբերի 24 Վահեն առաջին անգամ չշնորհավորեց հորը ծննդյան օրվա կապակցությամբ։ Ասաց, որ գործուղման մեջ էր եւ մոռացել էր։ Նա տեսք էր տալիս, թե չի նկատել, բայց ես տեսա, թե ինչպես էր նա վշտացած։ Նոյեմբերի 12 Արմենիկը փող վերցրեց նոր նախագծի համար, ինչ որ երաժշտական ստուդիա։ Տվեց վերջին խնայողությունները։ Գևորգը գոռաց, բայց ես գիտեմ, որ նա հպարտանում էր որդու ստեղծագործական պորտկումներով։ Էջ առ էջ, տարի առ տարի, փոքրիկ դավաճանությունների քրոնիկա, որոնք նա ներում էր, արդարացնում, անտեսում էր։ Կարծես անտարային հրդեհ, որ սկսվել է անփութության փոքրիկ կայծից եւ այրվել է մինչև հսկայական մոխրի դաշտան տարբերության։ Մենք շարունակում ենք գործողությունը, վճռական ասաց Անուշը, փակելով օրագիրը։ Նրանք պետք է հասկանան, թե ինչ են արել։ Ես վրեժ չեմ փնտրում, բայց արդարությունը պետք է հաղթի։ Լեոնիդը գոհունակությամբ գլխով ցույց տվեց։ Այդ դեպքում անցնենք պլան B-ին։ Նա սեղանին դրեց 3 թղթապանակ։ Եթե ձեր երեխաները չկատարեն ուլտիմատումի պայմանները, մեզ մոտ պատրաստ են փաստաթղթերի փաթեթներ հարկային ծառայության, գիմնազիայի հոգաբարձուների խորհրդի եւ հատուկ թղթապանակ լրագրող Մաքսիմի համար։ Նա մասնագիտացած է սոցիալական հետաքննություններում եւ վաղուց հետաքրքրված է էյջիզմի եւ ծերերի նկատմամբ վերաբերմունքի թեմայով։ Անուշը վճռականորեն ստորագրեց ուղեկցող նամակները յուրաքանչյուր թղթապանակին։ Հիմա մնում է սպասել, հարցրեց նա։ Հիմա մնում է սպասել, հաստատեց Լեոնիդը։ Նրանց մնացել է 48 ժամ, ճիշտ ընտրություն կատարելու համար։ Պատուհանից դուրս մթնշաղը խտանում էր։ Որոշ տեղ հեռվից գիշերային թռչյունը կանչեց։ Անուշը մտածեց, որ դա նման է իր հոգուն։ Մութ է, բայց արդեն վախեցնող չէ։ Կարծես երկար ձմրանից հետո եկել է հալոցք։ Եվ սառույցի կեղևի տակ սկսել է հոսել գարնանային ջուրը, պղտոր, բայց կենդանի։ Առավոտյան Լեոնիդի պլանշետի նորությունները պայթում էին վերնագրերով նոր օրենքի ընդունման մասին։ Ծերերի իրավունքների պաշտպանության մասին։ Պատմական որոշում։ Զգալի քայլ առաջ։ Էյջիզմի դարաշրջանի ավարտ։ Գոռում էին վերնագրերը։ Անուշը կարդում էր տեքստը, նշելով, որ օրենքի շատ դրույթներ շատ ուշ եկան, բազմաթիվ ծերերի համար, ովքեր արդեն բախվել էին անարդարության իրենց երեխաներից։ Ինչ խորհրդանշական է, նկատեց Լեոնիդը, լցնելով առավոտյան սուրճը։ Հենց այսօր է ավարտվում ուլտիմատումի ժամկետը ձեր երեխաների համար։ Անուշը գլխով ցույց տվեց նայելով ժամացույցին։ Հենց 48 ժամ էր անցել նամակների հանձնումից, եւ 3-ից ոչ ոք չէր կատարել պայմանները։ Ոչ զանգեր ներողություն խնդրելով, ոչ ֆինանսական փոխանցումներ, ոչ որևէ զղջման նշան։ Միայն տենդագին ակտիվություն, որը նրանք դիտում էին տեսահսկման համակարգով։ Նրանք որոշել են գնալ բանկ, արձանագրեց Լեոնիդը, դիտելով տվյալները։ Լուսինեն 3 անցկացրել է 3 փակ հանդիպում հոգաբարձուների խորհրդի անդամների հետ։ Դատելով ամեն ինչից փորձում է աջակցություն ստանալ ազդեցիկ ծնողներից։ Նա շարունակեց թերթել գրառումները։ Վահեն հանդիպել է ինչ-որ Գրիգորի հետ։ Այս պարոնը հայտնի է որոշ շրջանակներում որպես խնդիրների լուծարող հատուկ մեթոդներով։ Եվ դատելով Վահեի դեմքի արտահայտությունից, խոսակցությունը հեշտ չի եղել։ Իսկ Արմենը, հարցրեց Անուշը, արդեն իմանալով, որ լավ բան չի լսի։ Արմենը պարզապես անհետացել է։ Տանը չի գիշերել, հեռախոսը անջատված է։ Փորձում է թաքնվել վարկատուներից, բայց դա անօգուտ է։ Նրանք արդեն շրջապատել են նրան բոլոր կողմերից։ Անուշը ծանր հառաչեց։
Ինչ որ բան ներսում դեռ հույս ուներ երեխաների զղջման, հաշտության հնարավորության վրա։ Բայց փաստերը ասում էին հակառակը։ Նրանք ընտրել էին կոնֆլիկտի սրացման ճանապարհը։ Եկել է պլան B-ի ժամանակը, ասաց նա, ուղղելով մեջքը։ Անցնենք գործողության։ Լեոնիդը գլխով ցույց տվեց եւ բացեց նոթբուքը։ Մի քանի արագ գտտոց մկնիկով եւ էլեկտրոնային նամակները գծված փաստաթղթերով թռան դեպի հասցեատերերը։ Հարկային ծառայություն, Վահեի հարկերից խուսափման ապացույցներով, գիմնազիայի խորհուրդ, Լուսինեի ֆինանսական խարդախություններով։ Արմենին վարկատուներին նրա ունեցվածքի եւ եկամուտների մասին տեղեկատվությունով։ Վերջին նամակը ամենածավալունը գնաց լրագրող Մաքսիմին։ Ամբողջ պատմությունը ապացույցներով, ներառյալ Անուշի օրագրերի պատճենները, բժշկական եզրակացությունները, որոնք հաստատում են նրա լիակատար գործունակությունը եւ երեխաների պլանների փաստաթղթերը։ Հիմա մնում է միայն սպասել, ասաց Լեոնիդը, փակելով նոթբուքը։ Ռեակցիան շատ արագ կգա։ Նա ճիշտ էր, արդեն 3 ժամ հետո պլանշետի էկրանին սկսեցին թարթել առաջին արդյունքների ծանոթությունները։ Նայեք, Լեոնիդը ցույց տվեց Անուշին գիմնազիայի տեսախցիկի տեսանյութը։ Էկրանին Լուսինեն կանգնած էր իր գրասենյակում, դեմ առ դեմ խորհրդի ղեկավար Հարգարժան տարեց տղամարդու հետ։ Ես պահանջում եմ բացատրություններ, Լուսինե։ Նրա ձայնը հնչում էր չոր եւ պաշտոնական։ Այս փաստաթղթերը պարունակում են չափազանց լուրջ մեղադրանքներ։ Բարեգործական հիմնադրամի միջոցները ձեր անձնական դրամարկղը չեն։ Սա սարսափելի թյուրիմացություն է, Լուսինեն ձեռքերը բարձրացրեց։ Ինչ որ սխալ հաշվետվություններում, ոչ ավելին, ես ամեն ինչ կբացատրեմ։ Բացատրությունները կտակ աուդիտորներին, իսկ մինչ այդ ես ստիպված եմ ժամանակավորապես հեռացնել ձեզ պաշտոնից, մինչև հետաքննության ավարտը։ Եվ խնդրում եմ հանձնեք սեյֆի դանալիները։ Հաջորդ գրառումը ցույց էր տալիս Վահեի գրասենյակը։ Խիստ տղամարդիկ կոստյումներով եւ փաստաթղթերի թղթապանակներով մտան նրա գրասենյակ։ Նրանցից մեկը սեղանին դրեց հարկային տեսուչի վկայականը։ Մենք անցկացնում ենք անպլանային ստուգում ձեր ֆիրմայում։ Ահա որոշումը։ Խնդրում ենք տրամադրել վերջին 3 տարվա փաստաթղթերը։ Վահեի դեմքը սպիտակեց մոխրագույնից։ Նա փորձեց ինչ-որ բան առարկել, բայց այդ պահին գրասենյակ մտան նրա ֆիրմայի 2 գործընկերները։ Վահե, մեծ պետք է լուրջ խոսել, սկսեց ավագը։ Վերջին իրադարձությունների եւ ստացված տեղեկատվության լույսի ներքո մենք ստիպված ենք վերանայել մեր համագործակցությունը։ Ամենադրամատիկ տեսարանը տեղի ունեցավ Արմենի հետ։ Տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես 2 ամուր կառուցվածքով տղամարդիկ ասան նրան ինչ-որ տան մուտքում։ Խոսակցությունը կարճ եւ էմոցիոնալ էր։ Ավարտվեց նրանով, որ Արմենը դողացող ձեռքերով հանեց թանկ ժամացույցը եւ տվեց մեքենայի բանալիները։ Սա դեռ ամենը չէ, Լեոնիդը ցույց տվեց Անուշին սմարթֆոնի էկրանը։ Մաքսիմը արդեն հրապարակել է առաջին հոդվածը։ Դավաճանություն ծերության շեմին, ինչպես 3 երեխաները փորձեցին ազատվել մորից։ Այն վիրուսային դարձավ, 2 ժամում ավելի քան 100,000 դիտում եւ շեր։ Անուշը արագ անցավ տեքստով։ Լրագրուղը նրբանկատորեն, բայց անզիջում ներկայացրել էր ամբողջ պատմությունը, հաստատելով փաստաթղթերով եւ փաստերով։ Հատուկ շեշտը դրվել էր հակադրության վրա, Վահեի շքեղ գրասենյակը ապակե բիզնես կենտրոնում եւ Սոչեպուրի համեստ պանսիոնատը գունաթափված վարագույներով եւ դեղորանքի հոտով, ուր երեխաները պլանավորել էին ուղարկել մորը։ Հոդվածն արդեն առաջացրել է հասարակական արձագանք, մեկնաբանեց Լեոնիդը։ Դրա տակ ավելի քան 3000 մեկնաբանություն է, հիմնականում զայրացած։ Մարդիկ կիսվում են իրենց պատմություններով նման իրավիճակների մասին, ծնողների, տատիկների եւ պապիկների հետ։ Չանցած մեկ օր Անուշի երեխաների համար հետևանքները կատաստրոֆիկ դարձան։ Լուսինեին ոչ միայն հեռացրին պաշտոնից։ Ցանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ նա գրասենյակում գոռում է մաքրուհու վրա։ Այդ քո շորն այդպես չի լվանում, այդպես չի։ Ամեն ինչ այդպես չի։ Ամբողջ հատակը շերտերով է, ինչպես իմ կյանքը հիմա։ Տեսանյութը ակնթարթորեն տարածվեց սոցցանցերում, դառնալով մեմ եւ խորհրդանիշ սպասարկող անձնակազմի նկատմամբ ամբարտավան վերաբերմունքի։ Իսկ երեկոյան զանգեց Լուսինեի ամուսինը Կարենը եւ հայտնեց, որ դիմում է ամուսնալուծության։ Վահեի դեմ սկսվեց լայնածավալ հարկային ստուգում։ Գործընկերները բացառեցին նրան ֆիրմայից, առանց բիզնեսում բաժնետոմսի իրավունքի։ Արմենին գտան վարկատուները։ Անախորժ խոսակցությունից հետո նա ստիպված վաճառեց մեքենան եւ թանկ ժամացույցը պարտքերի մասնակի մարման համար։ Բայց դա բավարար չեղավ։ Նույն օրը երեկոյան նրան տարան հիվանդանոց բազմաթիվ կապտուկներով եւ ուղեղի ցնցումով։ Նամակներում նշված հեռախոսը պայթում էր զանգերից։ Հիմա արդեն երեխաները զանգում էին օգնություն խնդրելով։ «Մամա, դու պետք է դադարեցնես սա», գոռում էր Լուսինեն։ «Հասկանում ես, որ քանդեցիր իմ ընտանիքը, իմ հեղինակությունը»։ Կարենը դիմել է ամուսնալուծության։
Ինձ սոցցանցերում նվաստացնում են, այն ամենը, ինչ ես ձեռք եմ բերել 20 տարվա աշխատանքով փոշի է դարձել։ Իսկ դու հասկանում ես, որ գրեթե քանդեցիր իմ կյանքը, հանգիստ հարցրեց Անուշը, որ փորձում է իր ինձ հայտարարել անգործունակ եւ թաքցնել ծերանոցում, որը նման է բանդի։ Սա ամեն ինչ Վահեն է, նա իրավաբան է, նա հորինել է այս սխեման, ես պարզապես համաձայնվեցի։ Եվ հենց դրա համար էլ ասում է իր ամուսնուդ, որ ես խելքը կորցրած ծերուհի եմ։ Անուշը առաջին անգամ թույլ տվեց, որ դառնությունը թափանցի իր ձայնի մեջ։ Գծի մյուս ծայրում կախված մնաց լռություն, հետո խեղդված հեկեկոց։ Վահեն զանգեց իր սովորական սառնասրտությամբ, բայց նույնիսկ նրա ձայնում զգացվում էր լարվածություն։ «Մամ, դու վտանգավոր խաղ ես սկսել», սկսեց նա։ «Հասկանում ես, որ ես կարող եմ հակադարձ հայց ներկայացնել զրպարտության անձնական կյանքին միջամտելու անօրինական հետևելու մասին»։ «Ներկայացրու, Վահե», հանգիստ պատասխանեց Անուշը, միայն հաշվի առ, որ բոլոր ապացույցները արդեն լրագրողների եւ հարկայինի մոտ են։ Կարծում եմ ոչ ոք չի լինի քո կողմում։ Արի գործարք կնքենք, հանկարծ առաջարկեց նա։ Ես կվճարեմ քեզ փոխհատուցում 20 միլիոն, ինչպես խնդրել ես։ Դու հետ կվերցնես հայցը եւ կհերքես Սոչեբուրի պատմությունը։ Ուշ է, Վահե, գնացքը մեկնել է։ Ամենածանրն էր Արմենի զանգը հիվանդանոցի պալատից, դեմքը դեռ ուրած ծեծից։ «Մամ ջան», հեկեկում էր նա, նրանք գրեթե սպանեցին ինձ, ասացին հաջորդ անգամ ոտքերս կկոտրեն, ունեմ կողոս գրիճակ եւ ուղեղի ցնցում, դու պետք է օգնես ինձ, ես քո որդին եմ։ Ես չէի ուզում քեզ չարություն, երդվում եմ։ Անուշի սիրտը դողաց, ինչ էլ լիներ, Արմենը մնում էր իր կրծերը, թույլ, անկամ, բայց սիրելի։ Ես կուղարկեմ Լեոնիդին, ասաց նա դատարից հետո, նա կվերցնի քեզ հիվանդանոցից եւ կբերի այստեղ, կխուսենք։ Առաջին հոդվածի հրապարակումից 2 օր հետո Մաքսիմը եկավ Անուշի եւ Լեոնիդի մոտ ավելի մանրամասն հարցազրույցի համար։ Երիտասարդ էներգիայով լի լրագրողը խելացի աչքերով եւ հին օջի բլոկնոտով գրավում էր իր անկեղծությամբ եւ մտածված մոտեցմամբ։ «Անուշ, ձեր պատմությունը հսկայական արձագանք է առաջացրել», սկսեց նա, տեղավորվելով բազկաթոռում նրա դիմաց։ Դուք կարծես բացել եք վերք, որը վաղուց հասունացել էր հասարակությունում։ Ես ստացել եմ հարյուրավոր նամակներ ծերերից, ովքեր բախվել են նման իրավիճակների։ Անուշը պատմում էր իր պատմությունը, ցույց տալով օրագրերը, լուսանկարները, ընդգծելով, որ չի ուզում վրեժ, այլ միայն արդարություն եւ իր արժանապատվության ճանաչում։ «Գիտեք, Անուշ», ասաց երիտասարդ լրագրողը դիտելով նրա օրագրերը, «Բուդան ասում էր, որ 3 բան երկար չեն կարող մնալ թաքնված՝ արևը, լուսինը եւ ճշմարտությունը։ Ձեր պատմությունը դա հաստատում է։ Եվ նաեւ երիտասարդության ամոթը եւ սկլերոզը, ովքեր մոռանում են իրենց ծեր ծնողների մասին», հեգնանքով ավելացրեց Լեոնիդը, բերելով թեյը։ Մաքսիմը ծիծաղեց, բայց արագ լրջացավ։ «Ես ուզում եմ ստեղծել հոդվածների շարք ձեր պատմության հիման վրա, ուշադրություն հրավիրելով ծերերի իրավունքների պաշտպանության օրենսդրական բացերին։ Դուք հայտնվեցիք հենց ժամանակին։ Հիմա, երբ ընդունվել է նոր օրենքը, ձեր գործը կարող է դառնալ նախադեպ նրա կիրառման համար։ Այդպես էլ եղավ։ Անուշի պատմությունը դարձավ խորհրդանիշ ծերերի նկատմամբ հասարակության վերաբերմունքի խնդրի։ Մաքսիմը ստեղծեց հոդվածների շարք, ուշադրություն հրավիրելով օրենսդրական բացերին ծերերի իրավունքների պաշտպանության մեջ։ Հասարակական արձագանքի շնորհիվ Անուշի գործը դատարանում քննվեց արագացված կարգով։ Դատական նիստը կարճ էր, բայց էմոցիոնալ։ Անուշը առաջին անգամ իրադարձություններից հետո տեսավ 3 երեխաներին միասին, ընկճված, հյուծված, խուսափելով նայել իր աչքերին։ Լուսինեն նյարդային շփում էր թաշկինակը, Վահեն խոժորված ուսումնասիրում էր թղթերը։ Արմենը դեռ երևացող ծեծի հետքերով գաղթագողի մեղավոր հայացքներ էր նետում մորը։ Դատարանը ճանաչեց երեխաների գործողությունները անօրինական։ Մոր անգործունակության մասին նրանց փաստաթղթերը չեղարկվեցին։ Բնակարանը պաշտոնապես ամրագրվեց Անուշին, առանց նրա կյանքի ընթացքում օտարման իրավունքի։ Բացի այդ, երեխաները պարտավորվեցին վճարել նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում։ Դատարանի շենքից դուրս գալով Անուշը խառը զգացումներ ուներ։ Մի կողմից գոհունակություն արդարության վերականգնումից եւ այն բանից, որ իր պատմությունը կօգնի այլ ծերերին։ Մյուս կողմից ցավ երեխաներից վերջնական խզումից եւ ապագայի անորոշությունից։ Դուք կարքին եք, հանգիստ հարցրեց Լեոնիդը, օգնելով նրան նստել մեքենայում։ Այո, գլխով ցույց տվեց Անուշը, նայելով հեռացող երեխաների կերպարներին։ Պարզապես մտածեցի։ Երբեմն հաղթանակը թողնում է նույն դատարկությունը, ինչ պարտությունը։ Սա վերջը չէ, սկիզբն է, առարկեց Լեոնիդը։ Հիմա դուք ունեք ընտրություն, ինչպես ապրել հետո,
ում հետ շփվել, ում ներել։ Անուշը մտածկոտ գլխով ցույց տվեց։ Առաջին անգամ երկար տարիներ նա իրեն զգում էր ոչ թե հանգամանքների զոհ, այլ իր ճակատագրի տերը, չկոտրված, այլ վերածնված այս ծանր փորձությամբ։ Երբ մեքենան շարժվեց, նա չնայեց հետ։ Առջևում նոր ապագա էր, որը նա պատրաստվում էր կառուցել իր կանոններով։ 2023 թվականի գարունը մտավ իր իրավունքները՝ վար, զանգվածային, ծագող կապույտ երկինքով եւ ծառերի վրա ուռչող բողբոջներով։ Անուշը կանգնած էր կատուհանի մոտ իր բնակարանում Սուրբ Վարդանանց փողոցում, դիտելով, թե ինչպես է նարնջագույն ժիլետով բակի մաքրողը մաքրում ձմռան վերջին հետքերը արահետներից։ Դատական գործընթացից 1 ամիս հետո նա անցկացրել էր Լեոնիդի տանը, վերականգնելով ուժերը եւ մտածելով ապագայի մասին։ Հիմա եկել էր տուն վերադառնալու ժամանակը։ Վերջին պայուսակը։ Լեոնիդը դրեց ճամպրուկը միջանցքում։ Ինչ-որ բան էլ պետք է բերել մեքենայից։ Ոչ, շնորհակալ եմ։ Անուշը հայացքով շրջանցեց բնակարանը։ Գիտես, թվում է այլ է, կարծես մաքրված անցյալի ծանրությունից։ Այդպես էլ էր։ Արևի լույսը ազատորեն հոսում էր փայլեցրած պատողաններից, լուսավորելով ծանոթ, բայց կարծես թարմացած իրերը։ Հին սերվանտը բյուրեղյա սպասքով, գրքերի դարակները հավաքածոներով, պատերին սև սպիտակ լուսանկարները։ Ամեն ինչ իր տեղում էր, բայց էներգետիկան փոխվել էր, ուրիշ տեղից, որտեղ նա թաքնվում էր մենակությունից, բնակարանը դարձել էր ամրոց, պաշտպանող իր արժանապատվությունը։ Գնամ թեյնիկը դնեմ։ Անուշը ուղղվեց խոհանոց, բայց ընդհատվեց դռան զանգով։ Դռանը կանգնած էր Արմենը, նիհարած, դեմքին դեռ երևացող ծեծի հետքերով, սովորական սվիթրով, սովորական կաշվե բաճկոնի փոխարեն։ Մամ, նա ոտքից ոտք էր փոխում, ինչպես դպրոցում անհնազանդ աշակերտը։ Կարող եմ մտնել, ուզում էի խոսել։ Անուշը լուր հետ քաշվեց, թողնելով որդուն անցնել։ Լեոնիդը հարցական նայեց նրան, պատրաստ միջամտելու, եթե պետք լիներ։ Ամեն ինչ կարգին է, գլխով ցույց տվեց նա։ Խնդրում եմ թեյնիկը դրեք, իսկ մենք Արմենի հետ կխոսենք հյուրասենյակում։ Որդին անվստահ անցավ սենյակ եւ նստեց բազմոցի եզրին, խուսափելով նայել մորը։ Ես եկել եմ ներողություն խնդրելու, սկսեց նա շփելով սվիթրի թևը։ Այն, ինչ մենք արեցինք, ինչ ես արեցի, աններելի է։ Հասկանում եմ, որ դու կարող ես երբեք չներել ինձ եւ լիովին իրավունք ունես։ Անուշը լուր նայում էր որդուն, իր կրտսեր Արմենին, որին անվանել էին հոր անունով, բայց ով երբեք չէր ժառանգել նրա օգու ուժն ու սկզբունքայնությունը։ Ինչու Արմեն, հանգիստ հարցրեց նա։ Ինչու համաձայնվեցիր այս պլանին։ Միթե գումարը ավելի կարևոր է մորից։ Արմենը բարձրացրեց աչքերը, կարմիր, քնի պակասից կամ արցունքներից պատրված կապիլարներով։ Ես խղճում եմ, մամ, այդ պարտքերը սպառնալիք, վախենում էի, որ կսպանեն ինձ։ Լուսինեն Վահեի հետ առաջարկեցին պլանը, եւ այն թվաց ելք։ Ես փոքրոկի համաձայնվեցի։ Նա թխուր ժպտաց։ Մամ, ես նման եմ այդ կրիային արագի, միայն հակառակը, ամեն անգամ սխալ ուղղությամբ եմ սողում։ Անուշը չկարողացավ զսպել թույլ ժպիտը այդ անհարմար համեմատության ժամանակ։ Իսկ հիմա ուր է սողում Արմենիկ։ Թերապիայի, անսպասելի լուրջ պատասխանեց նա։ Խաղային կախվածությունից, արդեն 2 շաբաթ եմ գնում։ Եվ դեռ աշխատանքի եմ անցել, սովորական, երաժշտական խանութում վաճառող խորհրդատու։ Նրա ձայնում չկար սովորական թատերականությունը, եւ դա ամենից ավելի համոզեց Անուշին որդու անկեղծության մեջ։ Դա լավ է, գլխով ցույց տվեց նա։ Իսկ հետո ինչ։ Չգիտեմ, անկեղծորեն խոստովանեց Արմենը։ Ուզում եմ փորձել սկսել ամեն ինչ նորից, եւ հույս ունեմ, որ մի օր դու կարողանաս նորից ինձ որդի անվանել առանց դառնության ձայնիդ մեջ։ Անուշը մտածեց, մայրական սիրտը պոկվում էր ներելու, գրկելու, մխիթարելու, բայց խելքը հիշեցնում էր դավաճանության եւ այն մասին, որ չափազանց հեշտ ներումը կարող է անարժեք դարձնել դասը։ Ես դուրը քո առջև չեմ փակում, Արմեն, վերջապես ասաց նա, բայց սահմանում եմ հստակ սահմաններ։ Ոչ մի գումար, ոչ մի մանիպուլյացիա, միայն անկեղծ հարաբերություններ։ Եվ դու շարունակում ես թերապիան, սա պարտադիր պայման է։ Համաձայն եմ, գլխով ցույց տվեց Արմենը։ Ամեն ինչի հետ համաձայն եմ։ Ինչպես ասում էր Կոկո Շանելը, ներումը լավագույն վրեժն է, մեղմ ժուպիտով նկատեց Անուշը։ Եվ նաև ասում էր, որ 20 տարեկանում դուք ունեք դեմքը, որը տվել է բնությունը, իսկ 50 տարեկանում այն, որ արժանի եք։ Անսպասելի ինքնահեգնանքով պատասխանեց Արմենը։
ձեռքով անցնելով իր ծեծված դեմքով։ Վախենում եմ, ես արժանի եմ ինչ-որ ոչ այնքան լավ բանի։ Այս ինքնահեգնանքի պահը այդքան անսովոր նախկին Արմենի համար ավելի շատ հուզեց Անուշին, քան բոլոր նրա ներողությունները։ Գուցե փորձությունները իսկապես փոխել են նրան։ Նրանք երեքով թեյ էին խմում, Անուշը, Արմենը և Լեոնիդը։ Խոսակցությունը աստիճանաբար անցավ ծանր թեմաներից դեպի ապագայի պլաններ։ Իսկ դու հիմա ինչով ես զբաղվելու, մամ, հարցրեց Արմենը։ Վերադառնալու ես դասախոսությանը։ Ոչ, գլուխը թափ տվեց Անուշը։ Իմ մոտ նոր գաղափարներ են առաջացել։ Մաքսիմը առաջարկել է համագործակցություն, արժանապատվության իրավունք, արծաթե տարիքի պատմություններ, գրքի վրա։ Ես կհավաքեմ ծերերի պատմություններ, ովքեր բախվել են անարդարության։ Եվ դեռ Անուշը սկսել է վարել բլոգ, հպարտությամբ ավելացրեց Լեոնիդը։ Արդեն ավելի քան 3000 բաժանորդ, հիմնականում ծերեր, ովքեր սովորում են պաշտպանել իրենց իրավունքները։ Եվ ես պայմանավորվել եմ Նեշրջանի գրադարանի հետ, թոշակառուների աջակցության խմբի կազմակերպման մասին, շարունակեց Անուշը։ Այնտեղ շաբաթը 2 անգամ հանդիպումներ կանցկացնեմ։ Իդեպ նկատեցի հայտարարություն մուտքում ծերերի համար համակարգչային գրագիտության դասընթացների մասին։ Գրանցվել եմ, պետք է տիրապետել նոր տեխնոլոգիաներին։ Արմենը զարմանքով նայում էր մորը։ Դու փոխվել ես։ Այո, պարզապես համաձայնվեց նա, փոխվել եմ։ Նա իսկապես փոխվել էր, ուղիղ կեցվածք, վստահ հայացք, նոր սանվրվածք, սովորական հյուսի փոխարեն, ամեն ինչ խոսում էր ներքին վերափոխման մասին։ Արմենի առջև նստած էր ոչ թե այն կինը, ում ինքը, եղբայրն ու քույրը պլանավորել էին ուղարկել Սոչեբուր, սա այլ Անուշ էր, ուժեղ, իմաստուն, գիտակցող իր արժեքը։ Հետագա ամիսներին նրա կյանքը լցվեց նոր իմաստով։ Բլոգը ժողովրդականություն ձեռք բերեց, եւ Անուշին սկսեցին հրավիրել ելույթներ ունենալու տարբեր միջոցառումներում։ Մաքսիմի հետ գրքի վրա աշխատանքը հաջողությամբ առաջ էր գնում։ Նրանք արդեն հավաքել էին տասնյակ պատմություններ ծերերից, ովքեր պաշտպանել էին իրենց արժանապատվությունը։ Գրադարանում աջակցության խումբը աճեց մինչև 30 մշտական մասնակից, եւ այնտեղ Անուշը սկսեց անցկացնել գրական երեկոներ, վերակենդանացնելով իր երիտասարդության ավանդույթը։ Լեոնիդի հետ հարաբերությունները խորանում էին, դառնալով ավելի վստահելի։ Սա ռոմանտիկ կապ չէր, այլ երկու մարդկանց խոր ընկերություն, ովքեր ապրել են դժվարին կյանք եւ գտել են միմյանց մեջ փոխհմբռնում եւ աջակցություն։ Նրանք հաճախ անցկացնում էին հանգստյան օրերը նրա տանը լճիափին, որտեղ Անուշը օգնում էր այգի կահավորել, իսկ Լեոնիդը սովորեցնում էր նրան լուսանկարչության իմունքները, իր հին հոբին։ Մյուս երեխաների հետ հարաբերությունները ավելի բարդ էին։ Լուսինեն զանգեց դատարանից 2 ամիս հետո։ Նրա ձայնը հնչում էր անսովոր խոնար։ Մամա, մենք կուզենայինք հրավիրել քեզ ընթրիքի, ասաց նա պաշտոնական տոնով, եթե իհարկե համաձայնես։ Հետո պարզվեց, որ Կարենը, չնայած ամուսնալուծության դիմումին, որոշել էր տալ կնոջը ևս մեկ հնարավորություն։ Լուսինեի ամուսինը պարզվեց ավելի սկզբունքային էր, քան ինքը։ Վահեն դրսևորեց իր բնորոշ պրագմատիզմը, ուղարկելով պաշտոնական նամակ, ներողություններով եւ կոնֆլիկտը կարգավորելու առաջարկով, երկու կողմերի շահերից ելնելով։ Նրա հեղինակությունը իրավաբանական շրջանակներում այնքան էր տուժել, որ մոր հետ հաշտվելը դարձել էր նրա համար մասնագիտական գոյատևման հարց։ Անուշը ոչ մեկին ամբողջությամբ չմերժեց, բայց սահմանեց առողջ հեռավորություն։ Նա պատրաստ էր շփման, բայց առանց ինքնազոհաբերության եւ միայն փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այս դիրքորոշումը սկզբում անսովոր Լուսինեի եւ Վահեի համար աստիճանաբար դարձավ նրանց հարաբերությունների նոր նորմա։ 1 տարի անց, 2024 թվականի մարտին, Անուշը նշում էր իր 76-ամյակը։ Այս անգամ ոչ դատարկ բնակարանում, զանգի տխուր սպասումով, այլ նոր ընկերների շրջապատում, աջակցության խմբից, Գայանեից, Լեոնիդից եւ Արմենից, ով դանդաղ, բայց վստահ վերականգնում էր իր կյանքը։ Լուսինեն ուղարկել էր բացիկ եւ նվեր, նրբագեղ թեյի սպասք, որը Անուշը անմիջապես օգտագործեց, հյուրասիրելով հյուրերին։ Վահեն սահմանափակվեց պաշտոնական շնորհավորանքով, քարտուղարի միջոցով, սպիտակ վարդերի ծաղկեփունջով առանց գրառման, բայց նույնիսկ սա առաջընթաց էր նախկինի համեմատ։ Երեկոյան, երբ բոլոր հյուրերը գնացին, Անուշը եւ Լեոնիդը նստած էին նրա տան վերանդայում լճի ափին։ Արևը մայր էր մտնում, ոսկեգույն ներկելով ջուրը։
Անուշը գրում էր նոր օրագրում, կաշվե, արցաթե ինիցիալներով Լեոնիդի նվերը։ 75 տարեկանում ես վերջապես սովորեցի գլխավորը։ Սիրել ինքս ինձ այնպես, ինչպես ամբողջ կյանքում սիրել եմ ուրիշներին։ Եվ սա էգոիզմ չէ, այլ արդարություն։ Լեոնիդը բերեց թեյը գոլորշիացող բաժակներով և նստեց կողքին։ Գիտեք, Անուշ, ծերությունը, ինչպես ամեն ինչ կյանքում, ժամանակավոր բան է, լուրջ դեմքով նկատեց նա։ Անուշը ծիծաղեց։ Դուք ինձ հիշեցնում եք իմ 8-րդ դասարանցիներին, երբ նրանք փորձում էին փիլիսոփայել, շեղելու ինձ ստուգողականից։ Նրանք միասին նայում էին մայրամուտին, վայելելով լռությունն ու խաղաղությունը։ Այդ պահին Անուշը զգաց զարմանալի ներդաշնակություն իր հետ, աշխարհի հետ, նույնիսկ անցյալի հետ, որը չնայած իր ցավին, բերել էր նրան այս նոր ներքին ազատության վիճակին։ Սենեկան ասում էր. «Կյանքը երկար է, եթելի է», արտասանեց նա, նայելով լճում հալվող արևին։ «Այդ դեպքում ձեր առջև ամբողջ հավերժությունն է», ջերմությամբ պատասխանեց Լեոնիդը։ Անուշը ժպտաց, շնչելով թարմ գարնանային օդը։ Նրա կյանքում շատ ցավ և հիասթափություններ են եղել, բայց հիմա, ծերության շեմին, նա վերջապես գտել էր այն, ինչ միշտ փնտրել էր։ Ոչ միայն մերձավորների սերը, այլ է հարգանքը իրենց նկատմամբ։ Եվ սա եղավ ճակատագրի ամենաթանկ նվերը։ Շնորհակալություն, որ լսեցիք մեր պատմությունը մինչև վերջ։ Իսկ դուք ինչպես կվարվեիք Անուշի տաղում։ Եղել են ձեր կյանքում մերձավորների դավաճանության դեպքեր։ Կիսվեք ձեր կարծիքով և քաղաքով, որտեղից եք դիտում։ Ձեր պատմությունները կարող են դառնալ նոր պատմությունների հիմք։ Եթե պատմությունը հուզել է ձեզ, դրեք լայք և կիսվեք ընկերների հետ։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին։ Մաղթում ենք ձեզ ամուր առողջություն և հիանալի տրամադրություն։